Բարի երեկո հարգելի բարեկամներ, այսօր Քարաունջ հայագիտական կենտրոնի 81-րդ հանդիպումն է եւ ես ուրախ եմ ներկայացնել մեր այսօրվա բանախոսին Մարիաննա Տիգրանյան, երաժշտագետ, ֆոլկլորագետ եւ այսօր կխոսենք ծիսապաշտամունքային երգերի, հնագույն շերտերի խորհրդի մասին, խորհրդաբանության մասին։ Ավելի լայն կներկայացնի մի քիչ ավելի ծավալուն հայագետ մշակութաբան Արտուր Արմինը ավելի մի քիչ ծավալուն կներկայացնի մեր այսօրվա բանախոսին։ Լավ էլ կա։ Բարև ձեզ, Մարիաննա Տիգրանյանը առաջի անգամ է Քարահունջի լսարանում եւ դա մեր մեղավորությունն է։ Ինչու եմ ասում մեր, որովհետեւ ասենք թե 2 տարի առաջ ես Մարիաննային չէի ճանաչում։ Եվ Կարո Չալիկյանի գրքի առիթով ուրեմն ծանոթացա եւ շատ ուրախ եմ ու այդ գիրքը, որ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ գլուխ եկավ, Մարիաննայի շնորհը ու ջանքերը եթե չլինեն չէր լինի։ Եվ տեխնիկական, եւ այդ ադմինիստրատիվ, եւ նաեւ կարճ ասած գիտական առումով, եւ մեր աշխատանքի ընթացքում ես հասկացա, որ բացառիկ ունակությունների տեր է Մարիաննան, ոչ միայն հենց այդ երգի հետ կապված, այլ երգի բառից որտեղից է գալիս, այնպիսի, ոնց ասեմ, ինտուիտիվ զգացողություն ունի, որ զարմանալի, ու ես, որ ընդհանրապես չեմ սիրում որցե մեկի հետ զուգահեռ աշխատել, ես իսկապես հաճույքով աշխատեցի Մարիաննայի հետ, դա տևեց ամիսներ շարունակ, ընդ որում ինքը շատ սենց նույն կետին նպատակաուղղված բնավորություն ունի, ու քանի որ այդ ասպարեզը իմը չէր, ես ասում եմ լավ, դե դրանից կարանք անցնենք լավ, կամ էլ թե չէ բառարանա մի բառը, անհնարին է, ոչ մի բառարանում այդ բառը չկա, գյուղացիները 2-3 բառից մի հատ բառ են սարքել ու անհայտ էր, տեսնեմ Մարիաննան շարունակում է ստիպված, ես էլ շարունակում եմ ու գտնում ենք այդ բառը, որն է, որ բառարանը կազմենք, որտեղ բավական բարդ այդ բառեր կային, անհասկանալի։ Ես ամեն ինչով ուզում եմ ասեմ Մարիաննայի ստեղծագործական ունակության եւ կարճ ասած բնավորության գծերի մասին, որ անհրաժեշտ եմ գտնում ասել։ Եվ ես շատ ուրախ եմ, որ ձեռք բերեցի այդ աշխատանքի ընթացքում ձեռք բերեցի շատ լավ, իսկապես լավ ընկեր, հենց ընկեր իմաստով, հետո հասկացա, որ փաստորեն հայության մեջ շատ կան մեր նման մտածող, համ ճշգրիտ գիտնական, համ ազգային հիմքի վրա կանգնած ու թքած ունենամ այդ գրանտների կամ գիտեք ինչա կատարվում մեզանում, այդ կեղծարարությունները եւ այլ, չէ, Մարիաննան այդ ուղիղ գծով հենց մեր ուրեմն մերոնքական է, եւ այս առումով ես շատ ուրախ եմ, որ հայտնաբերեցի եւս մեկ մերոնքական Մարիաննա Տիգրանյանը Հայաստանի գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտում ուրեմն բաժնի վարիչ է։ Չէ, ուղղակի գիտաշխատող։ Հեսա այստեղ գրած է մի, հեսա գրած է գիտական բաժնի ղեկավար։ Ուրեմն գիտական կոչումով, բայց այդ ամեն ինչից դուրս իմ կարծիքով, որտեվ ես շատերին հետ եմ շփվել, մշակույթի հետ կապված, նաև երաժշտության ասպարեզում, իմ կարծիքով այդ ասպարեզում այսօր մեր լավագույն մասնագետներից մեկն է։ Արտուր ջան, ես տակից չեմ դուրս գա, ես այսքան որ ներկայացնում եք ես։ Հլելի եմ բեռնելու, կան մի 10 րոպե համբերի։ Մի փոքրիկ նկարանում են դուք։ Մի խոսքով, սիրով եւ ուրախությամբ ներկայացնում եմ ձեզ Մարիաննա Տիգրանյան։ Եվ թեման էլ ֆանտաստիկ թեմա է։ Եվ այստեղ մի հատ նախադասություն էլ ասեմ։ Ուրեմն
Կարո Չալիկյանն էր պատճառը, որ ես ակամայից մտա ազգագրական երգերի։ Ուրեմն տեքստերի մեջ այնքան բան կտա, իսկ հետո Մարիանան հանեց 60,000-ից արխիվ ունեն իրանք։ Փաստորեն հայագիտության մեջ այդ երգերով նենց ինֆորմացիա եկե, որ ոչ էպոսով է եկե, ոչ հեքիաթներով, ոչ ուրիշ բանահյուսական ձևերով չի եկե, բայց երգերի մեջ հեթանոսական անենց մի ահռելի ինֆորմացիա աղբյուր է եկե հասել մեզ։ Փաստորեն ինչ-ինչ պատճառներով դրանց դեմ ավելի քիչ են առել ու երգը քանի որ նենց երաժշտությունն է, հա, կարևորը, այդ մեջի բառերը փոխանցվելով եկե սերնդը տասնյակ հա դարերով նույն տեքստը եկե հասել մեզ։ Եվ փաստորեն ես ուզում եմ թեմայի առումով էլ նույնպես ընդգծել, որ ազգագրական երգը հատկապես ծիսական, դա մի հատ բացառիկ ասպարեզ է, քիչ ուսումնասիրված, ես չեմ ասում երաժիշտների կողմից քիչ ուսումնասիրված, ես ասում եմ կարճ տեքստերի մեջ էլ աստղաբանական, էլ կարճ ասած հա հեթանոսական հավատքի հետ կապված, անենց տողեր կան շշմեցուցիչ, այդ քիչ է ուսումնասիրված։ Եվ այդ ասպարեզը պետք է նորից ու նորից ուրեմն գրոհել, վերանայել, բացահայտել եւ այլն եւ անսպառ նյութ է շշմելու։ Եվ Մարիանան հա այդ գործի վրա է։ Սիրով ներկայացնում եմ Մարիանա Տիգրանյան։ Շնորհակալություն, սիրելի ընկերներ, ես Արտուր ջան, շնորհակալություն։ Մի քիչ շատ ճոխ էր այն ֆիլմի մեջ, որ ասում էր, հիմա պիտի փորձեմ արդարանալ։ Դե ժանրը շատ հետաքրքիր է, ավանդական երգերը, ինչպես Արտուրը նշեց, դա գալիս է հազարամյակների խորքից։ Ճիշտն ասած, ինձ համար էլ մեր ընկերությունը բերեց նրան, որ չկրկնվեմ էլի կամ չմտածեք Ալավերդի եմ ասում, բայց այնպիսի գիտելիքներ, որ ես էլ Արտուրից շատ բան ստացա, այդքան փորձ չունեի ու գիտելիք չունեի աստղագիտությունից, քարտեզներից հնագույն, որ Արտուրի հետ ծանոթացանք, իր միջոցով ծանոթացա, եւ ուղղակի մի շարք բառեր, որ մինչև այդ մի տարի կամ 2 տարի առաջ ինձ էլ, որ ես 30 տարի ֆոլկլորով եմ զբաղվում, թվում էին ուղղակի անհեթեթ կամ անդրամանական իրար հետ կապ չունեցող բառեր, մի զարմանալի գիտելիք է մեջը։ Մենք հիմա կխոսենք էլի դրա վերաբերյալ։ Ուրեմն այս երգերը ինչի մասին, դա մի քանիսն են ընդհանրապես, մի քանի երգ ուղղակի այսպես թիրախային վերցրել ենք, որ խոսենք եւ ցույց տանք, բայց ուսումնասիրությունները շարունակվելու են անշուշտ։ Ուրեմն գրի են արվել 19-րդ դարի վերջ 20-րդ դարի ընթացքում 60-ական 70-ական թվականներ, այսինքն այս էթնոերաշտագիտություն կոչվածը, դրանք հազարամյակների խորքից եկող երգերը սկսել են գրառել ընդամենը 1880-ականներից սկսած։ Դա Կոմիտասն է, Կոմիտասի ուսուցիչն է, Սահակ Վարդապետ Ամատոնին, Արշակ Բրուցյանը, մեկը Էջմիածինում, մեկը Ալեքսանդրապոլում։ Այս նյութերը հավաքվում են քիչ-քիչ, հետո Կոմիտասի սաները, աշակերտները, մի մասը այս արևելյան Հայաստանում, մի մասը արևմտյանում, մի մասը Միացյալ Նահանգներում, մենք այդ մարդկանց մասին էլ կխոսենք էլի, եւ այդպես շարավիղ շարունակվում է մինչեւ վերջը մեր ֆոնդերը Արվեստի ինստիտուտը ձայնադարան ունի, Արտուրը նշեց էլի, հիմա ներկայդրությամբ մոտ 60,000 նիշ ձայնագրություն է պահվում, մյուս տարի կնշենք 100-ամյակը այդ ձայնագրությունների ամենավաղը 1927 թվականով է թվագրվում։ Մի խոսքով հսկայական նյութ եւ դեռ պետք է այդտեղից պեղել հանել, իսկ Կարո Չալիկյանի ձայնագրությունները, որոնք 60-ականից 80-ականին են արվել եւ մեծ հսկայական շերտ է պարունակում անձրևաբերության երգերը, գիտեք, անցյալ տարվա վերջ պրեզենտացիան եղավ գրքի, մենք էլ ուղղակի գիտական մասը ներկայացրեցինք Արտուրի հետ, մեծ դռներ բացեց եւ նոր գիտելիքներ, նոր ոգևորություն այս ժանրը, այս շերտերը ուսումնասիրել։ Ես սկսեմ ուրեմն առաջինը Տարին սկսվում է Սուրբ Ծննդով, ծննդյան երգեր բազում տարբերակներ կան, Կոմիտաս Վարդապետի գրառումներով, Միրան Թոմաջյան նրա աշակերտները շատ են տարբերակները։ Մենք հիմա կկենտրոնանանք ժողովրդական ավետիսների վրա, ավետիսը բարի լուր է, երգել են գիշերը հունվարի 5-ից լուսադեմ հունվարի 6, Քրիստոսի ծննդյան հետ կապված,
Այս ժողովրդական երգերում, այդտեղ նորություն չեմ ասի, տեքստերը կան, հրատարակություններ, ժողովածուներում կան, ուղղակի այդ տեքստերում զարմանալի հետքեր են պահպանվել հին շումերական էպոսի հատվածներ, բացառապես նույնությամբ կրկնվում են։ Ուրեմն այստեղ ուղղակի գիտեք, այս առաջինն չէի դրել, որ ուշադրություն դարձնեք, հենց սա խնկի ծառ է, որովհետև Մարիամի ավետաբեր որ լուրը հայտնում են, հենց խնկի ծառի մոտ է։ Այս խնկի ծառի մասին է կխոսենք, որովհետև այդ երգերում նշանակություն ունի, հատուկ եմ սա դրել, էլի այս ուղղակի պատկերներ են Սուրբ Ծննդյան տեսարանի տարբեր տարիների, այս Արցախի տարբերակն է ավետարանից, էտել դե Թորոս Ռոսլին եւ Կիլիկյան դպրոցը։ Հիմա ուրեմն այս երգից մի տարբերակ Կոմիտասյան գրառումից մոկած աշխարհի տարբերակ է, մոքսից են երգեված սփորական աշխարհն են։ Մայրամ գնաց դուրնի հերին ավետիս, Քյամակնի զահար խավաքյարին ավետիս, Այս մեղեդին բարբերաբար կրկնվելու է տեքստը հետևյալն է. Շնչեց պիրեց Հիսուս որդին ավետիս, բուրդ խանձարուրը փաթութեցին ավետիս, Երնեկա քեզ Սուրբ Հովանես ավետիս, Հովանես Մկրտիչի մասին է խոսքը, քեզ Քրիստոսին խավոր արին ավետիս, Երնեկա քեզ Գեթ Հորդանան ավետիս, Քրիստոն մեջ քեզ մկրտեցին ավետիս, Այս տան քարեր մարմար բերած ավետիս, թոներ միջի կյանց եկեղեցի է միջի թոնիրը ավետիս, հարսներինի քնց աղվնիկ աղավնիներ են ավետիս, ավելը ձեր փունջ մանուշակ, այս շատ բանաձևային տեքստ է, հետո կհանդիպի, ձեր տղի անունն ինչ է, ու ասում են, ասենք հավաքվում էին դեռահաս տղաները, պարտադիր տղաներ են եղել, տնից տուն շրջում էին, քաղցրավենիք էին բաժանում եւ այլ, ու տան առաջնեկի անունն էին տալիս, Արմեն է կամ Ներսես է կամ Արամ է, ես Արմեն եմ գրել, թորնիկս Արմեն է, ձեր Արմենին շատ արև, եւ այսպիսի բարեմաղթանքներով ստանում էին, տոնում էին գեղեցիկ այս ժողովրդական ավետիսներն են։ Հիմա մի օրինակ ձեզ բերեմ Թալին ժողովածուից, Թալին ժողովածուն 69 թվականի ձայնագրություններն են, կոնսերվատորիայի նյութն է, այնտեղ հիմնականը մշեցիներ, սասունցիներ են։ Այսօր ծնունդն է Մայրամին ավետիկ, շնչած բերեց Հիսուս որդին ավետիկ, Գեթ Հորդանան մկրտեցին ավետիկ, Մելքոն Գասպար Տեր Բաղդասար ավետիկ, մեղեդին նույնն է։ Հիմա տեքստին ուշադրություն դարձնենք, այս ճիշտը բերեցի, չէ՞, հա, չէ, ներողություն, մի րոպե, այսեր եւ ներքևը, հա, հասկացա, ահա։ Ես հիմա ուզում եմ այս տեքստի վրա ուշադրություն դարձնենք, մի քանի օրինակ ունենք տեքստեր, որ այն պահից եւ այդ, որ Հիսուսը ծնվել է Գեթ Հորդանանում մկրտել են, հայտնվում են 3 մոգերը, Տեր Բաղդասարը, Գասպարը, Մելքոնը, եւ գնում են բերելու խնկի ծառ Հիսուսի համար։ Գնում են բերելու իջանսարով, հենց այս տեքստն է, այս 69 թվականի ձայնագրությունն է։ Այսօր ծնունդն է Մարիամին, շնչած բերեցի, Գեթ Հորդանան մգրդեցին ավետիկ, Մելքոն Գասպար Տեր Բաղդասար ավետիկ, ելան վերցին ըստ Թախսին կացինն է։ Այս կացինը ուղղակի գացին էլի գ-ի տարադարձությամբ բարբառ է, գացին ավետիկ, գացին սարով, իջան ձորով ավետիկ, գացին հսան, ձառ խնգենին, խնկի ծառին են հասել ավետիկ, Արջի Թախսին, գացին օրզարգին ավետիկ, ծառն օր ճչած, ճուղ օրոտած ավետիկ, միջի Թախսին մեջտեղ 3 հարված է լինելու, երկրորդ հարվածից օրզարգին ավետիկ, կաթմը արուն բոխած, եւ երրորդ հարվածից զդի Թախսին ծառը տապալում են, ծառ խնկենին պարկեցեցին ավետիկ, 40 կումեշ գոմեշով ուզեցին խբարարին Ուրֆի քաղաք, դեպի Ուրֆա են իջացնում, ասիս մասիս սարընցուցին ավետիկ, տաջարի դուր ուր կանցրին ավետիկ։ Այս նույն հատվածը մենք կտեսնենք շումերական էպոսից եկող հատվածն է, 3-րդ հազարամյակ մեր թվարկությունից առաջ, երբ որ Գիլգամեշն ու Էնքիդուն գնում են մայրիների սրբազան պուրակ եւ ծառ խնկենի, ես եմ խնկի ծառի հատուկ պատկեր էլի, հենց ծառ խնկենի է պատկերացված, թեպետ բազմաթիվ կենաց ծառեր կան, մի փոքր որ հասկանանք խնկի ծառը ինչ է, գրականության մեջ դուք համ կհանդիպեք նշենին են, որ խնկի ծառ ասում, որտեղ նշենին հատուկ պաշտամունք ունի, առաջինն է ծախում, Գառնան ավետաբերն է, Նաննա Աստվածուհին փյունիկացիների իմաստության, սա շումերների հետ էլ կապ ունի, հենց կրծքին դրել է
խնկենու ճյուղը, այդ մինդալն է ձերիվը, հա, հենց ամիգդալանը, այսպես ծաղկում է պտուղները, մեր հայտնի նուշն է, նաև պիստակենին են, երկուսին էլ խնկի ծառ են ասում, այսինքն նվիրական պտուղներով ծառին խնկի ծառ են ասում, ես վատ եմ կողմնաց հենց, հա, մյուս տարբերակը իրական խնկի ծառը, որից խնկախեժն են ստանում, մենք մի 4 ծառի մասին պիտի խոսենք, սա այս բոսվելյա կոչվածն է, այս էլ է խնկի ծառ, բայց սա մեզանում չի աճում, հայոց մեջ չի աճում, մենակ արաբական էս թերակղզու վերևն է աճել, նույնիսկ Եգիպտոսում, որ շատ պաշտելի է եղել խունկը, այն խունկը, որ մենք այսօր ծխեցնում ենք, 3 գույնի է նկատեք, եթե նույնիսկ Պարսկաստանում տարբերում են սերերով խունկը, կանացի, բաց կանացի ուղղությամբ է սերական բանն էլ մուգ գույնը արական խունկ է, այդպես են ասում, հոտերն էլ են տարբերվում։ Ծառի կեղևը, որ կտրում եք, այսպես խնկատու խեժը դուրս է գալիս, չորացնում, հավաքում են, հետո ինքը շատ արագ թղթակերպ է, էլի բարակ շերտերով է կեղևը վերականգնվում է։ Շատ բծախնդիր ծառ է, ուրիշ տարածքում չի աճում դժվարությամբ, նույնիսկ հիշատակումներ կան, որ եգիպտացիք փորձել են տանեն փարավոնների համար, որտեղ ինքը թանկ ապրանք է եղել եւ ոսկու գին է ունեցել հնում, բայց չի աճել, էլի, օրինակ Եգիպտոսում չի աճել։ Այս երրորդ տարբերակն է եւ վերջապես գանք մեր այս մայրի ծառին, որը մեզանում մերի է կոչվում, մերի են նաև ասում, մայրի ենք ասում, բնիկ հայկական արմատ է, կեդրն է, հաստատ գիտեք, մշտադալար ծառ է, սա մի շարք աստվածների կենաց ծառն է, բոլոր մեռնող հարորնություն առնող աստվածները ունեն ծառ, եւ այդ ծառերը անպայման մշտադալար հատկություն ունեն, նրանք հոտավետ են, դիցուք Հիսուս Քրիստոսը մեռնող հարություն առնող քրիստոնեության մեջ, նրա խորհուրդն էլ Եղևնին է։ Այս մայրին խորհրդանշել է Խումբաբային, այ ում համար գնացել էին կտրել մայրիները բերելու, շումերական էպոսի մասին եմ ասում, նույն այս խնգի ծառի համար այդ ուրեմն այս զուգահեռներն են, որը թափանցել է մեր ավետիսների մեջ։ Ես ուզում եմ մենք պատկերացնենք, որ Հիսուս Քրիստոսը, քրիստոնեության շրջան, մենք էլ առաջին քրիստոնեություն ընդունած ժողովուրդը, ինչքան կարևոր է հավատքը, եւ հենց ծննդյան օրը, որ այդ հատվածը էպոսի շումերականի նախաքրիստոնեական երրորդ հազարամյակից գամը խրճվի, պահպանվի եւ տեքստերում նույնությամբ երկվի։ Դարձյալ կացնի 3 հարված, այդ Էնկիդուն, Գիլգամեշը այդպես էլ գնում են, իսկ նրանք տապալում են Խումբաբային։ Ես մի հատ էստեղ Խումբաբայի պատկերը տամ, այս Խումբաբան ինքը հրեշ է, որպես աստվածները նրան ստեղծել են, որ այդ սրբազան մայրիների պուրակը նա կարողանար պահել։ Տարբեր պատկերումներ ունի, այն էլ երրորդ 3 հարվածով են։ Նրան էլ է նույն ձև, առաջին հարվածը, որ հարվածում են կացնից, այդ Խումբաբան զարմանում ասում է, ով իմ մայրիներին կարողացավ, նա պաշտպանում էր ամբողջ անտառը։ Երկրորդից արյուն է կաթում, երրորդից տապալում են, նա նույնիսկ չոքում է, խնդրում է Գիլգամեշին, ասում է, ների ինձ, ես քեզ կտամ, կնվիրեմ, ինչքան մայրի ուզում ես, հային ինչ են կոտրում այդ մայրիները։ Այս Գիլգամեշը կոտրում է իր համար հատուկ գահ է տանում սարքել։ Մեր ավետիսների մեջ Հիսուսին օրորոց են սարքել, նվիրական ծառ է, հա, ես հետ գամ այստեղ եւ ուզում եմ մի հատ որ պատկերացնենք տարածքը, այս մոտավորապես այսպիսի պատկեր կլինի, շումերը մի քիչ ավելին է, Պարսից ծոցն է, պատկերացնում եք, Արատան, մեր դրախտավայր երկիր Արատան, ուրեմն գետերը այստեղ չեն երևում, ես այս քարտեզով ցույց տամ ձեզ։ Ուրեմն շումերական էպոսում եփրատով են լուղարկում, մանրամասը նկարագրում է, ոնց են անում, էլի 40 գոմեշ բաներով դնում են, լուղարկում են եփրատով, իջեցնում են, հասցնում են մինչև ուր քաղաք կամ Ուրուկ են ասում, կամ Ուրֆա են, մենք մեր տարբերակում Ուրֆա էր, Ուրֆան նույն պատմական Եդեսյան է, կենտրոնական հատվածում է գտնվում, չվայմեցի Ուրֆայի քարտեզը դնեմ, մենք խոսում ենք Եփրատի մասին, ուղղակի ինձ համար միշտ հարցական է եղել, երբ որ մայրիները հաստատ դուք գիտեք, որ Լիբանանի հետ են կապում, դա նրանց խորհուրդն է, Լիբանանը ոչ մի կապ չունի Եփրատի ավազանի հետ, 700 կիլոմետր տարածության մեջ է, ես հատուկ բացել ստուգել եմ, եւ ինձ համար անհասկանալի է էպոսում, որ հիշատակում են, այնտեղ իհարկե Լիբանան չի հիշվում, դա ուշ շրջանի արդեն մեկնաբանություններն են գիտնականների, որ իբրև թե Լիբանան են գնացել մայրիներ բերելու Շումերի համար, Շումերը պատկերացեք ներկայիս բան Իրաքի տարածքն է, էլի, չոր, ցամաք, բնակլիմայական պայմանները ոչինչ,
Անտառը այնտեղից են հատում, թե ոնց պիտի բերեն այդ 700 կիլոմետրը հասցնեին, եփրատով լուղարկեին, ինչը հիշատակվում է շումերական էպոսում, այդպես են, նույն ճանապարհն է, մենք էլ ասիս մասիսից ենք իջեցնում։ Մեկ էլ ուզում եմ, այս որ ուշադրություն դարձնեք, այս իրական Լիբանանի անտառներն են, էլի, Չամա Շամշա կամ Շամաշի մայրիներ կամ Չամչամերի բառը ուշադրություն դարձրեք, Շամաշը արևի աստվածն էր, Ութու էին ասում շումերները, բաբելաասորական համակարգում Շամաշներ։ Այս բառը պահպանվել է Հայրիկ Մուրադյանի երգերում։ Ինքը երգում է Չամչամերի։ Հայրիկ Մուրադյանի ձայնագրությունները վերցանել է իմ սիրելի ուսուցիչ պրոֆեսոր Ալինա Փահլևանյանը։ Ասում է, երբ որ հարցնում եմ, ի՞նչ է Չամչա, ասում է, Մերիի այգի է, Մերիի պուրակա։ Պատկերացնում եք 1000 տարի սեն ժողովրդի մեջ խոսվել է, էլի։ Չամչա, չմտածեք, Չամիչնա, Շ-ի տարադարձությամբ Շամաշի, որովհետև Շամաշն է քաջալերել, որ այս Գիլգամեշը գնա այդ ծառերը կտրի եւ դա աստվածներին շատ տհաճ արարքեր եւ նրանց դառնում են մահկանացու, երկուսն էլ հետո մահանում են, համ Էմկիդուն, համ Գիլգամեշը, մինչդեռ նրանք sense կիս առասպելական կես աստված էին, կես թագավոր էին, Ուրուկ քաղաքի թագավորն է եղել, էլի։ Մի խոսքով, այ այսպիսի հետ կա մեր ավետիսներում ժողովրդական, որ ես ուզում եի դուք իմանայիք եւ թերևս սրանով այս մի թեման ավարտենք։ Եկանք հասանք մեր սիրելի Բոստանին։ Այս երգը ապշեցուցիչ էր ուղակի, շնորհիվ Արտուրի եմ բացահայտել, վերջի օրով արդեն գիրքը պատրաստ է խմբագրության, այո, գիրքը խմբագրության, վայ, ինչ լավ բան արեցիք, հա, աղբյուրներն էլ էլի երևա, բոլոր երգերը աղբյուրներ ունեն, եթե կհետաքրքրի ձեզ, ես կնշեմ էլի, չանց այստեղ նշված է։ Այս Բոստան եմ դրել, Կոմիտաս վարդապետը հավաքել է մի 10 քանի օրինակ, ընդ որում եղել են օրինակներ, որոնք այն թեմայի շուրջ, որ մենք կխոսենք, այդ կոդերը չկան մեջը, բայց ինքը ինտուիտիվ էլ, ինչպես վարդապետից լավով կհասկանար, ով գիտեր հայ ավանդական երգը, հայ գյուղացու երգը, փնտրել է տարբերակներ, երևի որ գա ակունքների, ինքը ուներ էլի, այդ վարիանտն է հավաքել, տարբերակները հավաքել, որը մեր գործը շատ հեշտացնում է, որտեվ մի երգի օրինակի վրա չենք խոսում։ Ես ուղղակի ման նպատակ չկա, այդ 10 օրինակը բերեմ այստեղ դնեմ, նույն բանը կրկնեմ, լավ, բայց այդ երգերը կան, հավաքված է, բոլորը պատրաստ են։ Բոստանեմ դրե վերնագիրը ինձ ոչինչ չհուշեց, մինչև այն պահին, որ երկրորդ տանը չհասա, եւ ասում եմ գիրքը Կարոչ Ալիկյանի արդեն պիտի մտնի խմբագրություն, գիշերվա 1000-ին Արտուրին գրում եմ, Արտուր սպասի, նոր աղբյուր ենք գտնում, դե լես ինչքան կարելի է, անընդհատ սենց, հիմա էլ եթե այս աչքով նայենք, անընդհատ լրացնելու կարիք կա, գիտությամբ զբաղվող մարդիկ գիտեն, նոր ինֆորմացիա, նոր բաներ են գալիս, բայց համենայն դեպս այդ հասցրեցինք մեջ բերել, հիմա ինչի մասին է այս երգը, ուրեմն այս տեքստը բանաձևային տեքստ է, բոլոր ծիսական երգերի համար բանաձևը պարտադիր է, դրանք հարսանեկաններն են, գովքերն են, ինչ ծես, ինչ արարողակարգ կա, տեքստերը բանաձևային են դիցուկ վիպերգերից սկսած, որովհետև դրանք չեն հորինվում, նրանք ինչպես լսել են, այդպես երգել են, վիպասած վարպետին, որ ասեիք, ինքը կասեր, ես վարպետիցս այդպես եմ լսել, դուք 100 օրինակ դնեք, համեմատեք, նույնն է, թագվորագով, 150 տարվա կտրվածքով, թագվորագով, ամենավաղը գրառված լինի 1880-ական թվականներին, ես արել եմ այդ համեմատությունը, ամենավերջինը 2020-ականներին, գյուղերում գնաք, նույն երգնա, նույն տեքստը, ոչ թե չի հերիք է գլուխները, ֆանտազիան նոր բան, այդպես են երգ է թագվորագովքը, բանաձևա դա, ինքը կառուցվածք ունի, լադային, ձայնակարգային, բառերի, տեքստի, ամբողջը նույնն է, եւ դրանով դուրս են գալիս այդ հնագույն կոդերը, բայց հիմա չշեղվեմ, էլի հարսանիք, ես Բոստանը Բոստան եմ դրել վերենադարին, Չէ լավ մեկ շամամ, օրող կեմ յարին, աստված շեն, ուղարկեմ էլի, մի շամամ չեղավ, ասմա յարիս ուղարկեմ էլի, աստված շեն պահի, ես տարվա տարին, այսքանն է մեղեդին, որ բանաձևային է և հնագույն է, դրանում ոչ մի կասկած, մյուս տարբերակը երգեմ, լավ, դարձյալ Բոստան եմ դրե վերնագիրը, բայց լավ կլիներ, որ Կոմիտասը, որ իմանար, գոնե գրեր ծորեն եմ ցանեմ, ենք շուտ կֆայմ էինք էլի, ինչ երգ է սա, շատ զիլ երգ է, ուրիշ մեղեդիով, բացառապես նույն տեքստով, ուրիշ, այս տարբեր մարդկանցից է ձայնագրե Կոմիտասը, նույն մարդուց չի գրարել, էլի, իմիջիալոց ասեմ, Կոմիտասն իր բանահավաքչական աշխատանքները բացառապես արևելյան Հայաստանում, Էջմիածին և հարակից տարածքներում է արել, այս որ գրում ենք Մուշվան, ինքը Վանում գրառումներ չի արել, Պոլսում էլ չի արել, առաջարկում էր, Աթաթյուրքը չարեց, չհամաձայնվեց ինքը։
Բոստան եմ դրել, մեղեդին մի քիչ ուրիշ է, Բոստան եմ դրել վերև են դարին, Աստված շեմ պահե, ես տարվա տարին, դելի մոկացիկ են, Աստված շեմ պոխե, էլի, էտ են բարբարով են, խխխի տարադարձության։ Նորից Կոմիտաս վարդապետ, ես էլ 12 եժն երկերի ժողովածու է, Կոմիտասի ամբողջ ժառանգությունը 14 հատորում լույս է տեսել։ Ծորեն եմ ցանել, ծորեն եմ ցանել, խտարտիապան, այսքան բար, հիմա գնանք տեքստերի վրա, ամբողջ մեխը տեքստում է, Կոմիտասյան օրինակը, ծորեն եմ ցանել, խտ արտի ափան, ցլեր ի տվեր, խտ արեգական, կաքևքեր կերած, տվեց ձկական, Կոմիտաս, Հայրիկ Մուրադյան, հիմա հայրիկի երկն էլ կերքենք օրինակը, մեղեդին ուրիշ է բանաձևային տեքստեր են բացառապես, ծորեն եմ ցանե խտարվի ափան, հասկանալի է, չէ, որ 50-60 տարի հետո է Կոմիտասից ձայնագրել, լրիվ ուրիշ չի ձայնագրել, հայրիկը կրող էր, շատախցի էր, ջնուկ գյուղից էր, գիտեք, եւ Հայրիկ Մուրադյանի հայրենի երգեր ժողովածում երկու տարբերակ է, մեկը վանինը, մեկը շատախը, ու ինքը այդպես էլ ասում է, վանեցիկ, այսպես են երգում, շատախցիկ այսպես, մոտ է երգ ռշտունիկն է, էլի, վրշիկ վարպետներն են, իրանք շատ երգային են, բայց այդուհանդերձ վանեցիկ մի քիչ զարթոլորուն են երգում, շատախցիները ավելի հստակ են երգում, ուրեմն ճյուղերն է թալել խետ արեկյակյան, արծիվնի կիրե տվե ձկական, ծկական, այս ծկական բառը չեն հասկացել, որ ձուկն է, ձկականն է, և շատ անգամ այնպիսի սխալ վերլուծություններ են տվել, մեր շատ անվանի երաշտագը չեն հասկացել, մենք ես էլ ազնիվ խոսք չէի հասկանա, եթե Արտուրը չբզեր ինձ այդ ուղղության վրա դներ, հետո ենք գտել դա, և կաքև խռովել, ուր խերկան, մերկան, այս բացառապես նույն տեքստով երգը մի քիչ ուրիշ մեղեդիով գրի առնում Կարոչալիկյանը 70-ականներին։ Մենք էստեղ ենք, էս արեցինք, հիմա սա է։ Մի հատ էլ Հայրիկ Մուրադյանի երգը հաստատ գիտեք, մեղեդին ծանոթ է, տեքստը նույնն է։ Բոստան եմ դրել վերենադարին, Աստված շեն պահեր ես տարվա տարին, այդտեղ կրկնում է երկու անգամ, Աստված շեն պահեր ես տարվա, այդ վոլտաներն է, հա, կրկնության նշան է, չելավ մեկ շամամ, օրող կեյարին, սրտիս դարդերերին խորովին, սիրային մոտիվ, այստեղ ոչ մի ինչ-որ բաներ չկա կոդեր, էլի, երկրորդ տունը խնդրեմ, Հայրիկ Մուրադյանի երկրորդ տունն է, եթե տեսնեք, այս ծորեն եմ ցանել, լրիվ նույնն է ինչ-որ Կոմիտասի մոտ և Կարոչալիկյանի մոտ, այս էլ է ծորեն եմ ցանել, խտարվի ափան, ինչի մասին է Տեր Աստված այս երգը, ինչի մասին է, երկար, այսինք չենք երկար փնտրել, Արտուրը մի անգամ ինձ ասեց, ասում է ոնց թե Աստղային երգ ինքն է ասում է, հիմա տես ինչ է ասում, մի հատ էլ Կարոչալիկյանի տարբերակը, էլի տեքստը նույնն է, դոնի յարը մեջն է, որպես հիմնատող կրկնակ, ռեֆրենի կառուցվածքով է գնում, էլ է ճոխ տվեմ, դոնի յար, դեմարեգական, դոնի յար, ծհլիկ խռովեր, երխերկան մերկան, կայն է դեմ տվե, աղբրանական, աղբրի ակունքի դեմ է կանգնել, երես ձկական, սուրբ տերունական, դոնիյան անըթատ գնում է, այս էլ ամբողջական տեքստն է, ինչպես տեսնում եք, մենք հնգավանք ենք էստեղ գրել, ել է ճոխ տվե, այս հնգավանքներն էլ շատ հին են, ներսես շնորհալի առավոտ լուսոյել, իսրանք հին ծիսական են, քրիստոնեությունից շատ ավելի վաղ, շատ ավելի հին և դրանք այդքան շատ չեն հանդիպում, բայց որը որ հանդիպում են շատ արժեքավոր են։ Այո, ծորեն եմ ցանեմ, դոնի յար, խետ գութնիական, դոնի յար, միասին երկենք, նույն մեղեդին է, հա, ճողերնի թալեմ, դոնի յար, խետ արեգական, դոնի յար, ելեցով տվեմ, դոնի յար, աղբրանական, դոնի յար, կաքվիկնակերեր, դոնի յար, տվեր ձկական, դոնի յար,
դե հիմա տեսեք ինչ է կատարվում։ Այս Արտուրի քարտեզն է։ Ուրեմն այս երգի մեջ ուրիշ ոչ մի բացատրություն չի լինի, եթե չիմանանք այս քարտեզը գծել է Արտուրը, Արտուր ջան, այո, որ տեսանելի լինի։ Մենք հիմա խոսելու ենք այն երկնային քարտեզի մասին, որը հունական դիցաբանության անունների հետ կապ չունի, դա հետո աղավաղվել է արդեն վերջին որն է հելենիզմի դարաշրջանում։ Արևելքը գիտելիքի աղբյուր է, հին արևելքը։ Եվ շումերական հին տեքստերը, որը մեզ հասել են մեր օրեր, դա վերծանված է, թվայնացած է, եթե հետաքրքրի մուլ կետ ափին, որ մուլ ափին հավաքեք կտեսնեք այդ քարտեզները բոլորը անուններով, հին անունով, նոր անունով, ստուգաբանություններով, բոլորը ձեզ այսպես նկարած կուղարկի։ Կտա էլի կկարողանաք ծանոթանալ։ Ընդ որում 3 աղյուսակով է, 3 որտեվ 3 հիմնական 3 աստվածներ են եղել՝ օդը, երկինք տիեզերքը եւ ջուրը, Էնլիլը, Էան եւ Էնքին, որը հայա նույն մեր ասուրաբաբելական համակարգում հայան է։ Հայան մեր ջրհոսն է։ Մեր կողմից տեսանելի, մեզ համար խիստ պաշտելի ջրհոսը եւ այս հունականի բանի մեջ անպայման պուլիկով կամ ինչ-որ մի բանով ջուր է հոսում։ Ջրհոսը Վադալեին է, հայտնի Վադալեյը, բոլորս գիտենք։ Այս կենտրոնում քառակուսին, որ տեսնում եք, հին շումերական այս տեքստերում մուլափինի արտ է կոչվում։ Այսօր Պեգասի քառակուսին է, այդպես է կոչվում, բայց ինքը արտն է։ Հիմա որ գիշերը լինի ուշադիր եղեք, ես սենորը նայում եմ երկնքում, շատ վառ պարզ երևում է։ Այս մենք հյուսիսային կիսագնդի մասին ենք խոսում։ Ինքը այսենց 4-ը լուսավոր կետ է հնում արտա կոչվել։ Այս երանկյունը գութանը, հիմա տրիանգլ է կոչվում երանկյուն, գութանն է ամենապարզ անուշ անունները, որովհետև մարդը նայում է երկինք, եսի մինչեր չի հորինում, իր արտն է տեսնում, գութանն է տեսնում, ցուլն է տեսնում, սրանք ամենահնագույն համաստեղություններն են, աստեղատներն են, որոնք մուլափինում կան, գոնե ցուլը չեն փոխել, էլի այս հույները։ Ցուլի համաստեղությունը տեսնում եք, ցուլից ներքև փայլածուն, դա Մերկուրին է, հա։ Մենք բոլոր մոլորակների մեր սեփական անուններ ունենք։ Վեներան Արուսյակն է, կողքը տեսնում եք ներքև։ Արևի ծագն է, ուրեմն այս գութանն է, մշակն է, ջրհոսն է, ջրհոսի ոտքի տակն էլ հարավային ձուկն է։ Մենք առանձին սրա մասին կխոսենք, այս Piscis austrinus-ի մասին, այս ձկներ համաստեղությունը չի։ Մենք առանձին կխոսենք, որովհետև մենք ունենք երգեր Դերիկոյի մասին, իսկ այդ Դերկետո աստվածուհին հենց հարավային ձուկն է, այդ առանձին կխոսենք։ Արծվի համաստեղությունը, անգղը, մի հատ այս ամբողջ պատկերը տեսեք, դե հիմա մենք հետ գանք ու դուք պատկերացրեք ինչի մասին է խոսքը։ Ելե ճոխ տվե դեմ արեգական, ցլիկ խռովել իր խերկան մերկան, ճողա տվե ձգվելա, արդեն ուրեմն մի հատը պիտի դուրս գա ծակող մայր մտնող այս համաստեղություններն են։ Ցլիկը խռովել իր խերկան մերկան, հորից մորից խռովելա, կայնե դեմ տվե աղբրան ական, երեսը դեմ ա տվել ակունքին, աղբյուրի ակունքին, ջրհոսին ա նայում, երես ձկական, սուրբ տերունական, այս իրապես շատ պաշտելի է և հետագայում մենք կտեսնենք հենց ջրհոսին են տերունական ասում, որտև նա քաղցրահամ ջրերի աստվածն է, իսկ քաղցրահամ ջրերը բազմաթիվ առասպելներ կան շումերների մոտ, այդ ինչ հետո քրիստոնեության շրջանում ուղղակի յուրացել է հին ժողովուրդներից, մասնավորապես այդ որ արգելված պտուղն է, առաջինը էնքին է փորձել, որ խռովում են ինխուրսագը, բերք չի տալիս եւ այլն, կռվում են եւ այլն, այդ դրա մասին է կխոսենք, աղվեսը մեջ կմտնի, քաղցրահամ ջրերն է, կյանքն է, դրա համար էնքին շատ են կարևորել եւ պաշտել են, իսկ էնքին ինչու է մեզ հետ կապված, որովհետեւ ուղակի կապվում է 4 տիեզերակ մեր գետերի հետ, քաղցրահամ ջրերի շումերից որտեղ պետք է ջուր գար, եփրատներ, տիգրիսներ, ջրային ամբողջ ավազանը մեր 4-ը, լավ ասեմ, դրախտային գետերը, հա, Տիգրիսը, Ճորոխը, Եփրատը, դրանք բոլորը սկիզբ են առնում Արարը բարձր հայքում։ Եվ Եփրատն էլ ինքն էլ այդ կենտրոնում է, էլի շատ կարևոր դերակատարում է ունենում եւ դրա համար երգում հիշատակվում, էս էլ ավելի པարզ, ավելի բան։ Ու այս հա, կարևորը տեքստերը հələ տեսեք այստեղ ինչ ասում, կաքևներ, կաքավը, կաքավիկը, այս Մերկուրին, որովհետեւ ինքը սենց ցոլալու բան ունի, իր կաքավող է։ Դրա համար մենք կաքավիկ ենք ասել, էլի Մերկուրիին։
Այս Մերկուրին էլ մի հետաքրքիր բան ունի ձեռապաշտության մեջ, ծեսի մեջ, որ ես խորացա հարսանիքին, այս երկու մատերը անպայման թագավորի խնա են դնում, հարսին ամբողջ ափն են դնում, թագավորինը, նորապեսային ու քավորին, այս երկու մատը, սրանք հատուկ խորհրդաբանություն ունեն, որը ճկույտն էլ այդ կա, Մերկուրինը, սա նաև գաղտնի գիտելիքի ինֆորմատիվ իմաստ ունի, մի խոսքով մի զարմանալի շերտեր է բացահայտվում, իսկ այստեղ աղբրանական այս ամեն ինչը որ պարզ է, կաքվներ տվեք, այս մի տեքստում երևի ավելի հակ երևար, թե այստեղ էր մեզ մոտ այդ տվեր ձկականը կերավ արծիվն է, մեկ արծիվն է ուտում, մեկ անգղն է, երկու համաստեղությունն էլ կան, այս տեսարանի մասին է խոսքը, և Արտուրի շնորհիվ, որ այս տեսարանը, ինչը երգում նկարագրվում է, հնարավոր է լինի սրանից 3.5-4 տարի առաջ, որ դուք նայեք երկնքում և այդ պատկերը լինի, այսօր չի լինի այդ պատկերը, բայց երբ որ այսպես լինի, որ նա դեմքով նրան տա, նա իջնի, նա բարձրանա, այս լույսը, կաքվի կցոլա, Վեներան, Արուսյակը կողքը լինի, սա միայն հնարավոր է այդ ժամանակ, որ իմանաք այդ ժամանակվանից է եկեղասը, նույնպես ինչպես այդ շումերականից պիտի այդ կտորը մնար, գար մտներ ամենաքրիստոնյայի համար սրբազան երգում Հիսուս Քրիստոսի ծննդյան երգերում, ինչքան կարևոր է ժողովրդի մեջ եղել այդ երգը, որ նրանք խնամքով պահել են և ուղղակի մի աստվածապաշտության համակարգը մտցրել են մյուսի մեջ։ Այս անուշ երգերը, այս էլ այդ Մուլափինի մի աղյուսակից մեկը, այստեղ ուղղակի դուրս բերեցի, որ դուք պատկերացնեք, թե ինչքան գութանը այսօր ինչ տեսք ունի, եռանկյուն է կոչվում էլի, բայց ինքը հստակ, եթե արտնա պիտի գութանը լինի, գյուղացին ինչ պիտի տեսներ կամ եւ ոչ գյուղացին, քրմերը, ինչու՞ չէ, դիցուկ քրմերը, երկնային ցլիկը ցուլը մնացել է, երկնային հովիվը Օրիոնը եւ այլն եւ այլն։ Սա էլ ուղղակի ասի կարող է հետաքրքիր լինի, այս շրջանը որ կա զոդիակն է, հա, դուք կտեսնեք տարին սկսվում է խոյով, հես է, հա, գարնան հավասարումով, գիշեր հավասարումով խոյով, և այսպես գնում է խոյը, ցուլը, երկվորյակները, խեցգետինը, այս շումերական տվյալներով աստղերի, այս ուղղակի դուրս են բերել, որ կարող է սենց ավելի հետաքրքիր լինել, առյուծը, կույսը, կարիճը, ջրհոսը, ջրհոսը չէ, ներողություն, այդ եղջյուրը, այդ գոդֆիշը, բանը, աղեղնավորը, բանը, այդ ռուսերեն դժվար ասում, հա, այդ եղջյուրը, էլի կազիրոգը, հա, այո, վադալեյը, այս հենց մեր ջրհոսնա, հա, էյա հանք ենկի հայանա, և ձկով վերջանում է, բանով, այս շրջանը ինքը երեք համաստեղ, որ մի հարթության մեջ չի, էլի, երեք է, չէ, սենց ոնց տրիդե լինի, էլի, պատկերացրեցիք, երեք աստվածների, այդ որի մասին խոսեցի, դրանց ճանապարհն է, ու իրանք այսպես պտտվում են, զոդիակը ուղղակի, որ մեր այս լուսնի արևի ճանապարհին հանդիպող համաստեղություններն են։ Այս էլ սենց էլի, որ ավելի պարզ լինի, ցուլնա, Տաուրուսը, այս էլ այս եռանկյուննա, որը հին մեր գութանն է, այս էլ այս երգը։ Մի հատ էլ սենց հետաքրքիր կար, կթվա թե ուղղակի փորագրություններ են, իրականում համաստեղություններն են, էլի պատկերված, գութանը և կաքավը, պատկերացնում եք, երկրորդ հազարամյակ մեր թվարկությունից առաջ։ Լավ, գամ իմ դերկետոյին հասնեմ, ես ձանձրալի եմ խոսում, արագ եմ խոսում, դանդաղ, հա, նորմալ գնում եմ, շատ լավ, հա, շնորհակալ եմ, եթե հոգնեք դուք ասեք, ես կկրճատեմ, էլի, ուղղակի նյութը շատ է ուզում եմ փոխանցեմ ձեզ, ուրեմն ունենք բազմաթիվ օրինակներ, ինձ հաջողվեց 16-17 օրինակ դերիկոների դուրս բերել, շատ են այս դերիկոները, տեքստերը ոչ բոլորն են հետաքրքիր, ամբաղ-զամբաղ տեքստերը կան, դե բնականաբար, որ դարից գար, որ չէին հասկանում բառը, այնպես չէր, որ անպայման պիտի գյուղացի մարդեր լսել էր, այդպես էլ երգում էր, կամ մեկը չի իմացել, ինչ որ մի ուրիշ բառ է աղաղաղել, մի ուրիշ բան է կպցրել, իմաստը կորել է, բայց այն տարբերակները, որը լավագույնն են, ես պահպանել եմ, դուրս եմ բերել, մեղեդին բանաձևային է, բոլոր տարբերակները նույնն են, սա եթե երաժիշտներ կան, էոլական ձայնակարգ է, կվարտային հենքով, դերիկո հոյնար, 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 դերիկո ջան, դերիկո հոյնար, 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 խանը մեջ, ուրիշ մեղեդի չկա, սա բանաձևային դարձյալ մեղեդիա 6-8-ի մեջ գնացող։
Հիմա այս շատ քիչ բան է այս Դերիկոյի մասին։ Դերիկոն Դերկետո աստվածուհին է, որը մեր աղբյուրներում նաև Շամիրամի մայր է հիշատակվում, ինքը այսպիսի քիչ բաներ է պահպանվել, անպայման ձկնակերպ է պատկերվում, մարմինը թեփուկներով են։ Այս մի հատ այսպիսի մետաղադրամ է մեզ եկել հաշտել առաջին դարից մեր թվարկությունից առաջ։ Առհասարակ ձուկ աստվածները եւ աստվածուհիները հնագույններից են, ինչպես օծերը։ Օծն ու ձուկը սա ամենահնագույն տոտեմն է, երկուսն էլ իմաստության, գիտելիքի, առատության խորհրդանիշն է։ Հետո մի անգամ էլ առիթ կլինի օծերի մասին կխոսենք եւ երաժշտության մեջ, պարերի մեջ այդ օծակայլերով օծն էլ մի ֆանտաստիկ սիմվոլ է։ Այս ամենահնագույն կին իգական պատկերով օծ ձուկ ներողություն ձուկ աստվածուհի է Սերբիայում էին հայտնաբերել 6-րդ հազարամյակ մեր թվարկությունից առաջ ես այս Դերիկոն երգեմ այդ նույն երգն է լավ չկրկնվեմ Դերիկո հեսա ռե սոլ մի ֆա սոլ ֆա ռե մի ֆա ռե ռադադամ տամ էսա կվարտանը ուժ բան չկա Դերիկո Տեքստը սա բանաձևային տեքստեր է, մի 7-8 տարբերակում, այդ տարբերակները տարբեր բանահավաքների, տարբեր երգասացներից, տարբեր վայրերում գրառած օրինակներ են, Դիցուք Հալեբ, Միացյալ Նահանգներ, Արևմտյան Հայաստան, Արևելյան Հայաստան, նույնն է, բացառապես նույնն է։ Դերիկոն լավ կերթեր օղին, Դերիկո ջան, լուսնակ զարկեց վզի դողին, Դերիկո ջան, ես ղուրբան քու ըստեղծողին, Դերիկո ջան։ Դերիկո հույնարը սա հիմնատող կրկնակն է։ Դերիկոն լավ կերթեր իգին, այգին է գնում։ Ինքն էր ջուխտակ տեքր կին, կշորորար մեջ օրթոդին, ով որ տեսներ կելներ հոգին, Դերիկոն կերթար մարակ, իր ուտելիք մեղր կարակ, դե մեղր կարակը թանկ ուտելիք այսպես համով բաներ են, իր հակնելիք քեզ բումբարակ կամ մումբարակ, այս բումբարակը արաբերենից փոխառված է արքայական հագուստը մետաքսազոծ, գործած եւ այլն, թանկ հագուստը իշխանների, արքաների բումբարակ են ասել կամ մումբարակել է տարբերվում տեքստերում հանդիպում, այս սրա մասին է։ Մի հատ էլ սենց բան ունենք էլի, անպայման թեփուկները, այս հետաքրքիր է, որովհետև միջնադարյան մանրանկարը, բայց Դերկետոն պատկերված է։ Տեսեք, թեփուկներով էլի պոչա անպայման բան է, ձկնակերպ է, տակն է եկեղեցի է, այսինքն սա վաղ քրիստոնեության շրջանում է, բայց անգամ այդ ժամանակում այս Դերկետոն երևում է։ Ինքը հիշատակվում է հին աղբյուրներում, սիրիական աղբյուրներում Ատարգատիս անունով, Դերկետոն արդեն պարզ է։ Ես շատ արագ ուղղակի ձուկ աստվածներին անդրադառնամ, հնդկական դիցաբանության մեջ հնագույններն են, որը կապված է արարման առասպելների հետ։ Այս կետը, գիտեք, այդ որ ջրհեղեղ բոլոր հին ժողովուրդների մոտ այդ առասպելը կա, հնդիկների մոտ Վիշնու աստվածը, ջրի աստվածն է, գալիս է մանուն առաջին մարդն է, ով որ փրկվել է, ոնց որ մեր Նոյը, ոնց որ Ութնապիշտիմը շումերական դիցաբանության մեջ Զիուսուդրան Բաբելոնիա ասորական համակարգում մի մարդ պիտի փրկվի, ընտրյալ լինի իր առաքինի կեցորոնում եւ փրկվի։ Հիմա այս մանուն ման բառն է, հա, ման, էդ էլ հետաքրքիր է, էլի, հնդ եվրոպական արմատով, հին հնդկերեն սանսկրիտից էլ նույնիսկ, ձուկն է նրան փրկում, կետի կերպարանքով այս տարբեր ընդեղ էլ քարան բաներում, խորաքանդակներում, այս հնդկական դիցաբանության մեջ, եգիպտական դիցաբանության մեջ ուղղակիորեն ռայի հետ է առնչվում եւ այս ռեմը ու հաթմեհիթը գլխներին անպայման ձուկ է պատկերվում կամ ուղակի ձկնակերպ են, զոոմորֆ են, հա, սրանք պատկերվում։ Այս երկու աստված ու աստվածուհին, Եգիպտոսն էլ ունի իգական աստվածուհի, սրանք Ռա աստծո հետ են առնչվում։ Ռայի արցունքներն են, իսկ Ռան արևի աստվածն է, եգիպտացիներն է մեր նման տարբեր արևի պատկերումներ ունեն, ծակ հողարև, զենիտում արև, մայր մտնող արև, արփին մենք էլ չէ, արեգակ, արփի, արեգակ ենք ասում, երբ որ զենիտում է արեգի աչկը, վահե ենք ասել հին մեր արևի աստվածը եւ այլն եւ այլն։ Եվ գնանք հասնենք մեր շումերներին, որովհետեւ նրանց հետ առնչություն ունենք։ Այս հայա ենքին է, գետերը անպայման կողքից պատկերվում են, Տիգրիսն ու Եփրատն է եւ ձկնակերպ աստվածներ չեն։ Նու աստվածներ են համարվում, ինչու՞ չէ։ Սա Օհանեսն է։ Օհանես բառը, եթե կբացեք 1000 տեղ գրված է այդ մասին, այնպես չի որ բան պիտի ասեմ,
ձուկ մարդն է, ով դուրս է եկե Պարսից ծոցից, իբրև թե Բերոսոսը համենայն դեպս գրում է նա երկրորդ դարի մեր թվարկությունից առաջ, Բելուցուր է նրա իրական անունը, նա Բել Աստծո տաճարի գլխավոր քուրմն էր, զարմանալի գիտելիքների, այս Բելուցուրի աշխատությունները Բերոսոսի, հունարեն տարբերակով են Բերոսոս ասում, որտեղ խալդեյների պատմությունն է գրել, ճանաչել է այդ աշխատությանը համ Եվսելիոս Կեսարացին, քրիստոնեության նախահայրը չէ՞ էլի, ով որ պատմությունը ամբողջությամբ ներկայացրել է առաջիններից, եւ Մովսես Խորենացին։ Այ Բերոսոսը պատմում է ինչպես է ծովից դուրս եկել Հովհաննեսը, մարդկանց Օհաննես են ասում, հա, մարդկանց սովորեցրել է գիտելիք, հողագործություն, տվել է նվիրել է գութան, գիրգրականություն եւ այլն եւ այլն։ Այս Օհաննեսը շատ հաճախ կպատկերվի, այստեղ ես ուզում եմ ուշադրություն դարձնեք, ինքն էլ է Օհաննեսն էլ, կամ գլուխն է ձկնակերպ, ոտներն են մարդու, կամ հակառակ գլուխն է մարդ, ոտն է բանն է պոչով, բայց անպայման կիմանաք, հենց թեփուկով է ինքը ձկնակերպը այդ Օհաննեսի մասին է խոսքը։ Եվ այստեղ էլ իգական տարբերակով ես ուզում եմ դուք ուշադրություն դարձնեք, այստեղ Օհաննեսը դեռ դուր շարուկինից է, այ մենք հիմա կգանք, այս բաբելացիք այդ Օհաննեսին դարձնում են Դագոն, եթե մանգակ Դագոն Աստված գտնեք, այս բառը իրանք չեն կարողանում ստուգաբանեն, բայց դա ձուկն բառն է, որը հնչյունափոխվել է ձ տառը չեն ունեցել եւ ասել են ձկնա իրական տարբերակը, մաքուր գրական տարբերակը, ձուկ հետո է եղել, ձուկն երկու արմատից, ինչպես մուկն ունենք։ Այ այս ձուկնը սրանց մոտ այս ասուրա բաբելացիների մոտ հայ բնիկ հայ բառը փոխարված բառ չի ձուկնը, բայց սրանց մոտ դառնում է Դագոն եւ իրանք չեն կարողանում բացատրեն այդ Դագոնը ինչ է նշանակում։ Համ հрьяաները ունեն, համ բաբելացիկ ունեն, համ ասուրացիկ ունեն, խուրիտների բոլորին անցնում է այդ Դագոնը։ Այս Օհաննեսը շումերների մնում է մի կողմ, իսկ այս Դագոնը մտնում է շրջանառության մեջ։ Այ այս ինքն է, այսպիսի պատկերումով է։ Սա մտել է քրիստոնեության մեջ, այնքան ամուր է մտել, որ Հովհաննես Մկրտիչը, ով Հիսուսին մկրտել է, պատահական չի, որ իր անունը Հովհաննես է, Պողոս չի, Պետրոս չի, չգիտեմ ինչ չի լավ, որովհետև այդ Օհաննեսի հետ արձագանքներ կան։ Անպայման դա կապված է այդպես էլի, որովհետև նա գլխավոր կերպարն էր եւ մինչեւ քրիստոնեություն, մինչև առաջին, երկրորդ դար, մեր թվարկությունից առաջ եւ մինչև առաջին դար մեր թվարկության հիշատակումները կան այդ Դագան, իդին անունները, բոլոր տիրակալները մի հատ Դագան բառ էին վերցնում իրան, այդ ձուկն, այսինքն իրանք այդ պաշտամունքի հետնորդներն են եւ կողքը իրենց անունն էին դնում, որ մանկակ լիքը բաներ էլի կգտնեք եւ դիցուկ այս քրիստոնեության մեջ կաթոլիկների այս խույրը ու բաների պատահական չի այս կերպարը, սա հենց ուղղակիորեն ձուկի կերպարանք ունի, էլի ձուկն է գլուխը, տենց տարօրինակություն չկա, էլի։ Նույնը ասեմ ձեզ, այ այս հենց այս Դագոն կոչվածն է, այս էլ բաբելացիքինն է, խորաքանդակից է այս էլի, առաջին հազարամյակ մեր թվարկությունից առաջ, այ այս գլխի բանը, այս էլ ուղղափառ կաթոլիկների խույրն է։ Լրիվ նույնն է, ուղղակի այն մյուս տարբերակը մի քիչ վերականգնված էր, ես ուղղակի ուզեցի ցենց բնօրինակի տարբերակով ցույց տալ, նույն ձևն է, դե ուղղակի են վերևում խաչել է, այ այդքան կարևոր դերակատարում ունի ձուկը եւ ձուկի հետ կապված ամեն ինչը, դες քրիստոնեություն, մկրտություն, Առաջին քրիստոնյաները, որ գաղտնի էր դեռ կրոնը մի հատ էսպիսի գիծ էին անում, մի հատ էտակից իմանային, որ քրիստոնյա են, էլի հենց ձուկ խորհրդանիշն էր։ Իղտիսն էլ այդպես էլ թարգմանում է, հա, Հիսուս Քրիստոս իրոջ որդի, էլի, աբրևիատուրան դա է նշանակում։ Այս ամբողջը հեքիաթ կթվա, եթե չլինեն մեր այս շքեղ ձկնակոթողները, վիշապ կոչվածները, երբ որ Նիկողայոս Մարը պեղումներ էր անիում, ասեցին պրոֆեսոր Ջանաղրի մեր մոդելի բանը վիշապաքարեր կան, այս մարդն էլ ասում է, գիտեմ իսկականից վիշապ ալինելու, եկել եմ տեսել եմ ձկնակերպ են, չի էլ հասկացել ինչա, դե այդքան գիտելիք չի եղել ես հիմա մենք արդեն ահագին բան կարող ենք 1909 թվականի մասին է, Գեղամալերների բազմաթիվ չէ 16 սահատը պեղեցին, մի շարքը իջեցրել են ներքև, մեր մոտ է քաղաքում տարբեր տեղերում կա, լոքո ձկան կերպարանքով է, այս հենց այդ հայան է, էնկին է, ձուկն է, որը երգերում էլ պահպանվել է Դերիկոյի կերպարով, այստեղ ուղղակի համաստեղություն էլի նույնը երևի կլինի, այս Պիսցիս Աուստրինուսն է, հա, այս Դերկետո կոչվածն է, ինքը մեր կիսագնդից, ինքը հարավային կիսագնդի սահմանագծային է, էլի սենց,
Լավ չի երևում այդքան, որովհետև շատ կարճ ժամանակ կա, որ մերոնք տեսնում են, այդուհանդերձ տեսնում են եւ ինքը ինչ որ նշանակություն է ունեցել, ինչ որ չի անպայման էլի ունեցել է, որովհետև երկի մեջ որ արտացոլվել իմիջիալոց բոլոր առասպելները դերկետոյի, ինքը անպայման կամ ջուրն է ընկնում, կամ իրեն աղունիքն է փրկում, կամ ձույ է ձեռքում լինում, ու այս սիմվոլներով շատ հաճախ ինքը պատկերվում է այդպես էլի, բայց ջուրը առաջնային է բոլոր ժողովուրդների ժողովուրդների մոտ տարածված է այդ բանը կուրքը։ Եվ էս էլ այդպիսի Աուստրինուսի տեսակ բանն է քարտեզի վրա, այս քթի ամենավառ բերանի ամենավառ աստղը Ֆամալհաուտ է կոչվում, որը բերանն է, էլի, այդ հենց արաբներն են դրել, բայց ավելի հին է, հասկանալի է։ Այս մեր դերկետոն է, հեսը, այսենց կծգակ, հա գիծը ինքը իրական երկնակամարի վրա, իսկ հիմա մենք խոսենք այս երգի մասին, ինչ սիմվոլներ կան այս երգի մեջ թաքնված։ Դերիկոն ելերը կերը թերեգին, դերիկո ջան, բարերն են այք, մեղեդին նույնը, դերիկո ջան, դերիկոն, ինչ է, վիզներ էրգեն, մեջքներ բարակ դերիկո ջան, բարեմասնություններն է, իր ուտելիք մեղր կարակ էսել կա, դերիկոնել էր կերթան օղին, հիշում եք, հա, այնտեղ էլ օղին կար, հիմա կասեմ այդ ինչեր են, էլի, դերիկո ջան, արև զարկեր վզի տողին, տողը դողնա, այս լանջնա, ինչա շոկեր են հասում աղջիկները, այս շատ քիպ պարանոցին, վզնոցը որ կա, բոլոր հին աստվածուհիները անպայման վզնոց ունեն, ինանից իշխտարից բռնած, մեր աստղիկով վեներայով վերջացած դերկետոնել դրա բառապացույց է։ Ուրեմն օղին, դողին հանգավորում են բոլոր տարբերակներով, սա բանաձևային տեքստ է, արև զարկեր վզի դողին, դերիկո ջան, մեռնեմ քզի քու ստեղծողին ասենք թե, հա, կերներ էգին կամ կշնկշնգեր սոլին ալջին, կոշիկները կշնկշնգեր, փայլուներ կամ շողշողումեր եւ այլն։ Մյուս տունը կերթար էգին ջուխտր տեքրկին, կերթար կանկար, իր մազերը խանգար մանգար։ Էս էլ բանաձևային տեքստեր են դերիկոների մեջ։ Այս օղին կոչվածը այս շրեշն է։ Բույսը, ես ուզում եմ չմտածեք պատահական բույսեր են, որովհետև ես բույսերով զբաղվել եմ հարսանեկան ծեսի հետ կապված, կարոս խաչը դամի զարմանալի շերտեր է մեզ տանում, որովհետև ամեն բույս իր ծիսապաշտամունքային նշանակություն ունի, ինքը կարող է տանել մեռնող հարություն առնող աստվածները, կարող է անդրշիրիմյան կյանք տանել, կարող է կյանք երկարացնել, նրանք շատ հետաքրքիր կոդեր ունեն բույսերը, իրապես այդպես է, եւ այս օղինը բերեց մեզ հասցրեց, ինքը հին աշխարհում տարածված է, այս շրեշ կոչվածն է, ավելի լավ շրեշ գիտենք, արմատներից, սենց 8 տոկուկի նման արմատներ են, ստացել են շատ խիտ թանձր սոսինձ, և հին առաջին սոսինձը, որպես այս շրեշն է, որ ասում է շրեշի նման կպել ես պատին, չես պոկ գալիս, այդ է նշանակում, մատղաշ արմատները կերել են, բույսը հոտավետ է, մեղրատու է, շատ անուշ հոտ ունի, Եգիպտոսում նրանց այս ծաղիկը անվանել են Կլեոպատրայի մոմեր, Եգիպտոսում էլ է ծանոթ եղել։ Հիմա երևի ինչ-որ առնչություն ունի այս դերկետոն, որ գնում է անպայման օղին, արևն է կպնում է վզի դողին, բոլոր տեղերում այս օղինն ու դողինը կա, ինքն էլ է պաշտամունքային բույսերի շարքում է։ Հետո գնում է կանկարի հետևից, կանկար մազերն է խանգար մանգար, ինքը անպայման շեք է, բոլոր օրինակներում շեք է, սևահեր չկա դերիկոն, մազերը շեք էր, տենց բաց մազերով, այլի կերպարներ է նկարագրում, էլի, այս կանկարն էլ արտիշոկ կոչվածն է, սա էլ է մի զարմանալի պաշտամունքային բույս, թե ինչի պետք է գնար արտիշոկի հետևից, կանկարի արտիճուկի հետևից, բայց կանկարը որոշ գիտնականներ այս մենադներին, որ պատկերում են, անպայման այդ վերևի, սրանք պարող մենադուհիներն են, ովքեր Դիոնիսոսի շքերթի ուղեկիցներն են եղել, և նրանք այդ գինարբուքի բանի պարտադիր պարողներ մասի ներկայացուցիչներն են եղել, տարբեր ժամանակների մոտավորապես 4-ից 6-րդ դար մեր թվարկությունից առաջ կիսախորաքանդակներ են, այդ բոլորի գավազանը, եթե Դիոնիսոսինը Տիրս է պատկերվում, լավ պլյուշա, չէ, վրան փաթաթված, այս մենադների ձեռքին անպայման այս արտիշոկն է, ինքը հզոր աֆրոդիզիակ է, հետո թագավորները գիտեք ինչքան են, նա ինչ-որ հատուկ օգտակար հատկություններ ունի, դե ով գիտի աֆրոդիզիակի մասին, այս բանի մասին կպատկերացնի ինչա, այս էլ մեր դերիկոյի հետքերը շերտերը, որը ես խիստ կասկածում եմ, որ ազգը կունենա դերկետո աստվածուհու մասին այսքան ինֆորմացիա և որ եկած լինի, հասած լինի մեր օրեր։
բանաձևային տեքստերի ձևով։ Էս էլ մեր տարբերակներից մյուսը։ Ես արագ ասեմ, որ ձեզ չհոգնածնեմ, ոնց որ բանա, չէ, ժամանակը Այս աղվեսն է, ծիսական աղվեսը, ես հատուկ եմ այս օրինակը դրել, սա Կոմիտասի ձեռագիրն է, աղվես աղբերը այն կարևոր պերսոնաժն է, որը հարսանեկան ծեսի նրան ընտրում էին թագավորի մակարներից մեկին, ճարպիկ մարդ պիտի լիներ, շատ աշխուժ, իր ֆունկցիան ինչու ներկայանում, պիտի հասցներ գնար հարևան գյուղ, դե կողքի գյուղից էին աղջիկ բերում, այդ գյուղի մեջ իրանց տոհմից էին էլի հիմնականը լինում, գնար այդ գյուղ հայ հարայը դներ, որ խնամիները եկել են, հարսանքավորները եղել են, պիտի աննկատ անցներ, այս մարդու մասին լիքը նկարագրություններ կան ազգագրական աղբյուրներում, լիքը նյութ կա, եթե միսիան չտապալեր եւ աննկատ մտներ հարսի գյուղ, կարող էր մտներ հավերի խեղտեր, ինչքան հավ ուզենար թևի տակ դրներ տաներ, մակարներն է կուտեին, անպայման ուտում էին, հավը հատուկ ծիսապաշտամունքային նշանակություն ունի, նախնյաց պաշտամունք, հավերժ, չգիտեմ դրանց մեջ, այս աղվես աղբորը, այս ձեռագիրը, ուրեմն Լիմոնյանի համակարգն է նոր հայկական նոտագրության, Կոմիտաս վարդապետը եվրոպական նոտաներով չի գրի առել, էլի, դրանք մի տողով են եղել, հետո կգնա Գերմանիա կսովորի, եվրոպական համակարգը կբերի, մինչև այդ այս Լիմոնյանի համակարգը, Համբարձում Լիմոնյանը Պոլսից այս գրելու բանը սիստեմը հորինել էր, ինչ որ չափով խազերի բանի վրա, եւ այս սիստեմով ամբողջությամբ գրի առվել մեր հոգեվոր երաժշտությունը 1870-ականները եկել է մեզահասել, նոր հետո մեր մեծերը երաժիշտները, ովքեր ունեն երաժշտական կրթություն, ովքեր է տեր առարկան անցնում էին Գևորգյան ճեմարանում, այս սիստեմով գրի են առել դիսուկ Կոմիտասը, ռիթմը գրում է այդտեղ ու բառերն է գրում Աղվես գնաց, այս նոտաները այսպես են էլի իրա, աղվես գնաց մտավ ջաղաց, թաթեր վերուց մեբոլ խաղաց, հարայ աղվես, այս պարույկով բանով այլ երաժիշտներն ատեն գիտեք, չեն չնոսինը, հարայ աղվես, բարերը մորացեմ, աշխարքի պես չկա քո պես, տարբերակներ կան, միակ օրինակը չի, և սա աղվես աղբոր երաշտական նկարագիրն է։ Ես էլ ինձ հարց եմ տալիս, այդ ինչ աղվես է, ինչու աղվես, ինչու գալչի, շունչի, չգիտեմ ինչ չի, դե աղվեսը գիտեք ուր կտանի կհասցնի մեզ, աղվեսը հնագույն բոլոր կրոններում, բոլոր դիցարաններում նկատելի կերպար է, աղվեսը ունենք հին Եգիպտոսում Խեպսեդի տոն է եղել Փարավոնի 17-րդ տարվա լրանալուն պես, որ արական ուժը վերականգնվի, Խեպսեդի տոն են արել, այդ պոչից աղվեսի պոչ են կպցրել ու ինքը տեն շրջել է ամբողջ տարածքով, իր շքախմբով, հեսա այդ պատկերներն են, կողքը աղվեսը էլի Փարավոնի, մի քիչ ցուլի անման, բայց աղվեսը իրականում երկրորդ հազարամյակից սեպագրերով մեզ հասած։ Մենք ունենք ուրարտական դիցաբանության մեջ այս Պիատրովսկու գրքից, այս կնիկ է, գլանակնիկ է, հա, որ քարերի վրա փորագրում էին, գլանակնիկի վրա կենաց ծառին խունկը մատուցում է աղվեսը քրմապետ կերպարով։ Մենք ունենք դա հին չինացիների մոտ, հին ճապոնացիների մոտ, բրինձի աստվածուհին Ինարին հենց աղվեսի կերպարանք ունի, կույնլի ունեն 12 կյանք ունի եւ այլն շատ են, բոլոր հին ժողովուրդների կելտերի մոտ աղվեսը պարտադիր զարդեր են, հարսանեկան զարդերի պարտադիր յակուտները ունեն հեռավոր արևելքը, այս զարդերը, որ դուք տեսնում եք իրական զարդեր են, դրանց մի մասն է բաստինգա է կոչվում, պարտադիր հարսանեկան ծեսին նորահարսի վրա արծաթի զարդեր պիտի լիներ աղվեսի կերպարով, դա մատանիներ են, վզնոցներ են, լիքը նյութ կա այս ամենի մասին, ուզում եմ ասեմ զուգահեռներ կա, ուղղակի այն տարբերությամբ, որ առաջ ավոր արևելքում աղվեսը արական է, մեր աղվես աղբերը, իմիջիալոց տոներ էլ ենք ունեցել մայիսի 8-ին նշել են էլ Երևան լալային ազգագրական հանդեսներում գնում տարեց կանայք աղվեսի պոչեր էին կպցնում հետևները, երկար ժամանակ ինքը տեսել է ականատես է եղել, ասենք 1890-ականներին այդ ծեսը եղել է, տարեց կանայք աղվեսի մորթիներ էին կպցնում վրան, դուրս էին գալի, ման էին գալիս, տենց էլի, իբրև երիտասարդության ուժը վերականգնելու խորհուրդ է սա ունեցել, բայց հեռավոր արևելքում ինքը իգական սկզբունք ունի, մեզանում արական աղվեսը, ընդեղ իգական է, այս էլ մեր ձեռագրերում տարբեր լուսանցազարդերում աղվեսի կերպարներ, ուշադրություն դարձրեք, բոլորի պոչերը ծաղկած են, պոչերը կամ ոտքերի արանքից են դուրս գալիս, ծաղկում են, կենաց ծառի խորհուրդ ունեն աղվեսը, այս մատենադարանի ձեռագրերում տարբեր համարներ են, էլի նույն ձեռագիրը չի,
մի բառել կա, հետաքրքիր բառ կա, աղվեսի պոչին, այդ մազոտ կենթանու պոչին ձետ են ասել։ Ինքը նաև պտղաբերության առնանդամի խորհուրդ եւ այլն եւ այլն։ Այս սիմվոլներն է, ուզում եմ հասկանաք, թե մեր հարսանեկան ծեսում աղվեսը ինչ դեր ունի, նշանակություն ունի, բայց ամենահին վկայությունը այդ շումերական դարձյալ եկանք շումերներին հասանք, որտեղ գոնե մարդկությանը հայտնի գրավոր մեզ հասած տվյալները այդտեղ են։ Երկրի արարման, Պլեյադայի 7 աստղերը, առաջինը աղվեսն է, Սասնածռերում այո, տարվով է սկսում ինքը շատ կարևոր դերակատարում ունի, այդ մի բան էր մոռացա, գիտեք, աղվեսի, իմիջիալոց շումերական այդ մուլափինի մեջ աղվեսը հենց այդպես էլ կոչվում է, ինքը այսպիսի պատկեր ունի երկնական աստեղատունը, եւ Սասնածռերի մեջ էլ չէ ճանապարհը, որ չի գտնում, աղվեսն է, չէ վազում ճանապարհը ցույց տալիս, բայց ես այս պտղաբերության խորհրդի հետ եմ ուզում կապեմ, դե անշուշտ բնության զարթոնքի վերելքի հետ ինքը առանջություններ ունի, բայց նաեւ այդ աղվեսը բանակցություններ վարողի կերպարում, որ հայտնվում է, որովհետև աղվեսն է գնում այնտեղ էլ է, ասում է, այս ձեր աղջիկան կտակ, ես կտանք այս բանակցությունները։ Դա էլ է գալիս այն ժամանակվանից, որովհետև այդ 8 աստվածները օկտոադան, 4 արական, 4 իգական, եգիպտացիներն էլ ունեն։ Շումերական դիցաբանության մեջ երկրի հող աստվածուհին, Նինխուրսագը եւ քաղցրահամ ջրերը էս էնկին վեճ են ունենում, որտեվ էնկին ջրում էր, բույսը աճում էր, Նինխուրսագը ասեց ձեր չտակ այդ բույսերին, էնկին չլսեց կերավ, գախնի բան պտուղի ուտելու հարցնա, Նինխուրսագն է խռովեց, գնաց, ասեց վերջ, դուք ձեր գլուխը, ձեր բանը, աստվածները նստած ողբում են, ավազը լցնում են գլխներին, մեկը չի ֆայմում, ասեմ, արդեն չեք իրարից կռվել, կյանքը կանգնելա, սկսելա դժոխք արդեն այս վիճակն է, ասում է, ով կգնա այդ երկու աստվածների մեջ բանակցություններ կա, Սամուել Կրամերը թարգմանել է, այդ ամբողջը սեպագրերով կա։ Ողբույս ասում է, ես կգնամ, կարելի է ես գնամ, գալիս այդ երկուսի հետ բարեշում է եւ այլն վերականգնվում է կյանքի ընթացքը ցիկլը։ Այ այստեղից այս աղվեսը գալիս է եւ մեր հարսանեկան ծեսումն այնց որ աղվես աղբորեն առաջի հին ժամը, այո, լուր բերողն է, շատ ճիշտ եք, որ վազում էր, Վոլգաների վրա մի հատ տիկնիկ էին դնում, մի հատ էլ աղվես, այդ աղվեսն է, էլի։ Լավ, սենց արագ էլի, գալոպն պա Եվրոպա։ Այստեղ 5 գալա ունենք մի հատ, հաստատ այդ 5 գալան գիտեք, մենք մտածում ենք դրա մասին։ Մի քիչ արմատները պետք է փնտրել, բայց ես իմ խորին համոզմամբ դրա հետ առնչություն ունի։ Մի տարբերակ ունենք, ես չունեմ ավել տարբերակ, որ ասեմ, Քրիստոֆոր Կարամուրզան նախ անցյալ դարի վերջին է ձայնագրել, Կարամուրզայի գրառումները առհասարակ ֆանտաստիկ են։ Մեկը էս 5 գալանա։ Հովիվը սարհում տխրեց, սիրո երգը նվագեց, երգը վար այտերին, երգը վար աչքեբոց աչքերին, երգը վար օրերին։ Այ խեղճովիվ քեզ բաժին խոր ձորեր մնացին, 5 գալա, երգը վար այտերին, երգը բոց աչքերին, երգը վար օրերին։ Ահա եկավ նոր գարուն, ծաղիկներով զարդարուն, տեքստը կարևոր է, ավելի շատ տեքստն է կարևոր, քան մեղեդին, որտեղ մեղեդին բոլորովին հայկական մեղեդի չի, սա կամ շինծու մեղեդի է, կամ ինչ որ միջամտություն է ունեցել Կարամուրզան, չեմ կարող ասել, սա պետք է գնալ այդ հետքերով, որտեղ չունեմ ես էլ այդպիսի մեղեդի, սա հայեցի ավանդական մտածողություն չի, նույնիսկ չափով այդ հրեական երգերի բան է, էլի, հա։ Աջան Այո, գրվում է այդպես, գրվում է, բայց տեքստն է զարմանալի եւ այս 5 գալա բառը, սա նինգալ աստվածուհու հետ իմ կարծիքով առնչություն ունի, որտեւ այս նինգալը սա դառնում է Ինաննայի մայրը, նինգալը լուսնի կինն է, լուսնի աստվածը, սինի կինն է, հա։ Եվ ինքը պատկերվում է, ինքը տենց ակտիվ չի դիցաբանության մեջ, բայց միշտ կամ պատկերվում ամուսնու կողքին կամ ամուսնու գրկին, այդպես է, այս նինգալն է հենց, էլի։ Այո, եւ դիցաբանության համաձայն Ինանայի ձեռքը, երբ որ Դումուզին նրանց մեջ Թամուզն է, գալիս է ձեռքը խնդրելու, ասում է մորս հետ կծանոթացնեմ, այդ ամբողջ հատվածները կան, գալիս է հատուկ գովերքելու նինգալին, ասում է խնդրում եմ քեզ, մորն է գովում, որ աչքը մտնի, որ աղջիկա ձեռքին տիրանա, դե Ինանան հայտնի տոհմից է եւ այլն, հետո կդառնա այդ Իշտարը, մեր Վեներան եւ այլն։ Ենթադրում եմ,
կիսվում եմ ուղակի ձեզ հետ, ենթադրում եմ, որ կապ ունի, որտեղ 5 ալա բառը ստուգաբանում չունի։ Դա, հա, մի կարևոր բան, ինչու չունի։ Այստեղ կա, ես դրել եմ դա, թե չեմ դրել, մի րոպե, հա, ես ուզում եմ մի ձեռագրում, իր անունը Հեգալուննա է հիշատակվում, կարող է պատահի, ինքը տարբեր անուններ ունի, կարող է պատահի, այս աղբյուրները կան, այս ամեն ինչի աղբյուրները կան, հեսա դուք տեսնում եք ինքը Նինգալը նստած է եւ նրա առաջ գալիս է խոնարհման ուր քաղաքի ուրնամու տիրակալը։ Այս էլ իր անունն է, Նին նշանակում է տիրուհի, մեծել են սեպագիրն, այսինքն մեծ տիրուհի, մեծ մայր էլի, այսպես Նինգալ, այսպես է ստուգաբանվում անունը։ Ենթադրել է, որտեղ ուրիշ բացատրություն չունի։ Կարող է հետո ման գտնենք հետաքրքիր բաներ դուրս գան, սա սենց էլի, на размышление։ Երկու բանի մասին էլ խոսեմ ու վերջացնեմ։ Էս էլ էս դումուզին է, էլի Ինանա դումուզին։ Մենք շատ հետաքրքիր պարեր ունենք Թամզարան, հաստատ գիտեք Թամզարայի մասին, Թամուզ արայի։ Դարձյալ եմ ասում, ստուգաբանում ուրիշ, բացի այն, որ կապվում է Թովմարծրունու հետ, 9-րդ, 10-րդ դար, 11-րդ դար հայ պատմիչ, կապվում է, որ տեղանուն կա Թամզարա Արևմտյան Հայաստանում, բնակավայր կա, Թամուզի պաշտամունքը ամբողջ արևելքում տարածված է եղել, հետո մեր արան է դառնել, մեր նոխարություն առնող աստվածներն են, էլի բոլորը, եւ հնարավոր է, որ այս Թամզարայի հետ լելելելե Թամզարա, տարարիտա Թամզարա, այս էլ է բանաձևային, անպայման 9-8-րդով է գնում կամ 9 քառորդ, 4 ու 5, 4 ու 5, ռատատիտատա, ռատամ, ռիտատիտատամ, դրամտամ, չի փոխվում, բոլոր Թամզարաները նույն ձև են ընթանում։ Եվ վերջի իմ դիտարկումը, այս զինչու զինչը, զինչու զինչ տամ լողվորուչուն, զոմա զոմա է, զիմլաչակ տամ լողվորուչուն, կոմա կոմա է, ոչ արև ոչ հավնեցավ, զոմա զոմա, գիտեք այս երգը, էլի տարբերակներ կա, շատ տարածված է։ Դե լավ է իրական չէ արդեն մարդկանց գլուխը գնաց։ Դումուզին է, այսինքն Թամուզ, դումուզ մենք նույն մարդու մասին ենք խոսում, նույն աստվածության, բայց Զավեշտը ամբողջ ինչումն է, որ եթե այստեղ հովիվ էր ինքը, չէ սխալ բան արեցի, հա չէ 5 ալան, հովիվն է երգում, իսկ Թամուզը հովիվի կերպարով է ներկայանում, այստեղ մենք լողվորջու մասին ենք խոսում, ուրեմն այս դումուզին ունի տարբեր իպաստասներ, ուրիշ տարբեր կերպարներ ունի, ընդ որում մի սեպագրում, մի աղբյուրի համաձայն, տարբեր վերծանություններ կան, տարբեր աղբյուրներ են հասել, վարիանտներ են հասել, իբրև թե 4 հոգի են Ինանայի ձեռքը խնդրում, 4-ը տարբեր մարդիկ, մեկը դումուզն է, ինքը հովիվ է, մյուսը բնության զարթոնքի, չգիտեմ ինչն է, այն մյուսը ձկնորս է, այն մյուսը գարու, գարեջրից են ստանում, չէ, այդ նույն մարդն է, մյուս աղյուսում ասում է, չէ, այդ նույն մարդն է, այդ տարբեր կերպարներն են, եւ այստեղ հենց այսա լողվորդ է, ինքը լողվորջի է, ինքը ձկնորս է նկարագրվում, ձկնորս է հայտնվում, դումուզի ձկնորս, որ պոիսկ տակ հենց այս արձանով ինքը ձկնորս է։ Եվ այս տարբերակը ես ուզում եմ, այս միտքը իմիջայլոց իմը չի ասեմ ազնվորեն, Սակարինե Խուդաբաշյանը ծավալուն հոդված ունի այս երգերի վերաբերյալ մի շարք է ծամթելիկը, ծամթելիկ, ծամթելիկ, բարակթելիկ, ծամթելիկ, ծանրություն են, ծամթել կտրավ ծովերն ընկա, այս ամբողջը մի շարքի մեջ է դիտարկում, այսինքն կապում է այս հնագույն դիցաբանության հետ, դիցուկ նաև զինչու զինչը, զոմա բառը, որ մենք գիտենք բառը ինչ որ զոմա ինչա, զոմա կոմա, զոմա զոմա հարմարացրել են, սոման է, սրբազան հեղուկն է, որը մատուցում են աստվածներին, Կոման ընդ որում ինքը քսամու երկու ուղագրություն ունի, երկու ձև ունի եւ հնարավոր է որ զոման ու կոման նույն իմաստը լինի։ Թեպետ միտեղ էլ գրում են արոտավայրա, կարող է ինչ որ այդպիսի բան ունի, բայց այստեղ խնդիրը ինչն է։ Իբրև թե ասում է ինչ տամ լողվորջուն, ինչը հանես։ Ասում է զիմ ֆաթեն տամ կամ գլխիս լաչա գտամ կամ չգիտեմ բանը տամ վզնոցս տամ, ասում է չեմ ուզում։ Այո, հերթով հանում է վրայից, ծիսական մերկությունն է նկարագրում, որ ինքը պիտի մտնի ստորգետնյա թագավորություն ամուսնուն հետ բերի, մեր նոխարություն մեռելա պիտի հետ բերի, եւ այ Ինանան, երբ որ ինքը իր քրոջն բանի երիշկի գալի առաջ հանդես է գալիս, ասում է դու իրավունք չունես քո այդ զարդերով մտես, որտեվ ամեն զարդը մոգական նշանակություն ունի, թևնոցները, գլխոճարմանդը եւ այլն։ 7 կետ հանում է եւ ինքը մերկ է մտնում, որ ինքը անզեն լինի, որ ինքը քույրը, որտեվ թշնամա
գաղափարը տրամադրված նրա դեմ, որ ինքը անզեն մտնի։ Եվ սա մեռնելու մասին չի, հարություն առնելու հատվածն է։ Այսինքն ոչ թե մահացածը, այլ ինքը պիտի վերակենդանանա, դա մեռնող հարություն։ Ու վերջում ասում է ինչ տամ, գոտկուց վերև տամ, ասում է ինչ եմ ամ, գոտկուց ներքև տամ, ասում է հա կհանեմ։ Գնում է եւ հանում է։ Շատ են երգերը, բայց այս մի քանիսի վրա կանգ առանք, եթե հարցեր կան։ Եթե հարցեր կան, սիրով։ Եթե չէ, ասում Կան հարցեր։ շատ խոսեցիր, գնանք մեր տները արդեն։ Շնորհակալություն, որ այսքան դիմացակ։ Հարց ունեք։ Հանի ջան, խնդրեմ։ Ձայնեղանակների հետ կապված, եթե կարելի է մի երկու բառով խոսեք այդ երկրորդ հատկապես ձայնեղանակի մասին, որ բենզայի մասին, որը որ համապատասխանում է ջուր տարերքին եւ այս երկերի Ռապամ, այո, եղանակը ու իրանց կապը, որտեվ ըստ իմ բաների նաև գորանիներ ինչ որ ելևեջուն են բենզայից գորանիներն է պետք անդրադառնալ առհասարակ պետք է այսպես դասակարգել երգերը անի հարցը հետեւյալն է երաժիշտները գիտեն ինչի մասին է խոսքը մենք ունենք 4 եղանակ ձայն եղանակ հիմնական 4-ը առաջին ձայն երկրորդ երրորդ չորրորդ տառերով ասում ենք այբձա բենզա գիմձա դաձա Եվ այս բոլոր 4 եղանակները ունեն իրենց կողմը, այսինքն 8 ձայն եղանակ երկու ստեղի։ Սա հոգևոր երաժշտության մեջ է, բայց ինքը շատ հանգիստ էս հիմքը դրվում է նաև ժողովրդական երաժշտության մեջ։ Դրանք ամեն մեկը մի կոդ ունի եւ մեզանում դեռ մեր մեծերը նշել են, որ ամեն ձայն եղանակ համապատասխանում է մի տարերքի։ Ասենք թե այս մեկը հողն է, այս մի ձայն եղանակում ջուրն է, այս մի ձայն, այս բանը պատկերացումը կատա թևացու մոդել է նշված, դա բեն ձան երկրորդ ձայն եղանակը ռապամ, ռատարի տատամ, երբ որ մինորա, բայց կվինտային օժանդակ հենակետ է։ Հիմա կոնկրետ էս ռամ տարիմ դարամ դարերի ռամդիմ դարերի ռարիմ ինքը բենզայի մեջ է գնում։ Որ ճիշտն ասեմ անի ջան, ինչ որ հատուկ չեմ գտել կապ, որ այս անպայման, որտեղ բոլորն էլ հանդիպում են, այդ հարցին նաև անդրադարձել եմ, երբ որ մենք Կարո Չալիկյանի ժողովածուն ենք, իսկ դա բացառապես բոլոր երգերը անձրևաբեր ծեսին էր, բայց անձրևաբերն էլ իր տեսակով տարբեր է, կա աղոթում են, որ անձրև գա, կա ընդհակառակը հասկանում եք, նայած ասենք ինքը կա, որ տարբեր բաներ ունի, չէ, գարնան անձրևն է, աշնան անձրևն է, կամ երբ որ երաշտ է, ու այս բաների մեջ կա հետո հեղեղներ է լինում, ընդհակառակը, նայած թե ինչպես են էլի դիմում Եթե չոր էր լինում, այդ կանանց հեծում էին, որ ակոսներ փորեին, գիտեք այդ պատմությունները, այ դրանց մեջ նույնատիպի ձայնակարգ չգտա, որ կթվար թե պիտի նույնը լինի, որտեվ ջուր տարերքն է։ Ասածս հետ է, որ կամ էլ պիտի տենց ես չեմ հանդիպե, որ ասեմ անպայման այս տարերքը, այս ձայն եղանակի մեջ է, ինձ չի հանդիպե, բայց կարող է դա փոփոխված է մեզ եկել հասել, կարող է ինչ-որ վերակերպարանավորված պիտի դիտարկել, դրա մասին էր, հա հարցը Անի ջան, հա, ձայն եղանակը, որ բռնի տարերքին, էդ եք ասում։ Անձրևների հետ կապված երգերը, ինչ որ ելևեջ ունեն հատկապես այդ բենզայի այդ բեմոլ ու բեկար այդ հատվածի հետ շատը երևի թե Սրա 9-րդ կոմիտասի 9-րդ հատորում էլ զինչ ու զինչի տարբերակ կա, որ էլի այդ ելևեջ ունի։ Ինքը ունի երգերի այն, որ կապված են ջրի հետ, գերիշխում է, ի վերջո ամենաշատը հանդիպում է տերցիային փրուգիականը։ Այդ կարող եմ ասել, բայց բոլորը չեն, բայց գերիշխում է, ասենք մենք տոկոսային հարաբերությամբ էլ ենք արել էլի, այդ նախաբանում գրել ենք, եթե ջուր տարերքն է, տերցիային փրուգիականը գերիշխում է, առհասարակ ինքը ամենահնագույն լադերից մեկն է էլի մեզանում, այդ տերցիային փրուգիականը բոլոր ժանրերում հանդիպում է։ Սենց։ Հետո մի քիչ ուշադիր կլինեմ Անի ջան, հա։ Հա, շատ լավ Անի ջան, շատ լավ, ես եմ շնորհակալ։ Կան էլի հարցեր։ Խնդրեմ։
Ես չհասկացա այդ կոման, զոման նույնն է։ Դե այդ բառը սոմա, որ դուք ստուգաբանությունը նայեք, ինքը գրվում է համ սիով, համ քեյով, համ գրվում է քսոյով, x-ով։ Դրա համար եթե կարդացվի, ինքը այդպես է բերում, ճակերտով ոնց որ տրանսկրիպցիա է բերում։ Հիմա հին հնդիկների մոտ թե ինքը սոմա է կարդացվել, թե զոմա է կարդացվել, թե քոմա է կարդացվել, չեմ կարող ասել, պետք է խորանալ։ Բայց Կարինե Խուդաբաշյանի հոդվածում այդ բերված է, աղբյուրը բերված է եւ կարող է պատահի, որ սոման ու քոման կամ զոման ու քոման նույն բառի տարբեր դիրքերից է, էլի այսպես, հնարավոր է։ Բայց կա նաեւ որ արոտավայր են ստուգաբանում բառը, չգիտեմ, քոման որպես յայլի, այսպես է ստուգաբանում կա, բայց ինձ թվում է այդ սրբազան հեղուկն է, դրա մասին է խոսքը, որտեվ ինքը հայտնի բառ է եւ հիշատակվում է եւ ստուգաբանվում է։ Զոման, այո, հին հնդիկներից սանսկրիտից դեռ եկող արմատ է։ Իմ խոնարհումը ձեզ այս հաղորդմանը շատ ցնցող է եւ դուք եք ցնցող եւ ձեր ներկայացնելը եւ ձեր գիտելիքը այդ ամբողջը ոնց որ խտացրած հայ։ Ինչ կասեի գորանիների մասին, երևի դա մեծ թեմա է, կամ եւ ռյուրիների մասին, օրորոցայինների։ Այո։ Խնդրեմ։ Գորանին մի քիչ տարբեր է իր ուսումնասիրման մոտեցման առումով։ Մեր մասնագետների մի մասը իրան որպես սքո երգեր են նայում։ Մյուս մասը նայում է հողագործական աշխատանքների սկզբի հետ կապված։ Մի մասը սքո է նայում, այսինքն երաշտի երգեր են, այսպես է, բայց այսպես թե այնպես իրանք առնչվում են հողագործության հետ, իմ խորին համոզմամբ դրա հետ կապ ունի։ Գորանիներին ուսումնասիրել էր մեր Զավենը Թագակչյան, հոդված ունի, էլի դարձյալ Կարինե Խուդաբաշյանը հպանցիկ անցնում է, ինքը նայած որ ուղղությամբ գնանք, եւ տեքստից ինքը մի քիչ բազմազան է Գորանին, պիտի դնել բոլոր տարբերակները համեմատել եւ տեսնել հիմա ի վերջո դա սքո երգ է, որտեվ պարում են որպես սուկ, նույնիսկ կան հիշատակումներ, որ ձախ են պարում, թարս պարել, թարս այսինքն սքո պարել, շրջանը գնում է ոչ թե աջ, այլ ձախ է գնում։ Եվ այդ տարբերակները բոլորը ես տենց հատուկ չեմ զբաղվել գորանիներով, իմ գիտելիքները այսքանն են, բայց իրար ինչ որ չափով հակասող, բայց եւ լրացնող։ Կարող է սենց բազմապրիզմայով պետք է նայել, այդ դրա համար էլ պիտի բոլոր գորանիները հավաքես, ձեռքի տակ ունենաս, տեսնես տիպաբանական տեքստ կա եւ այլն եւ այլն։ Ես չեմ ստուգել, բայց կարծիք կա, որ Գորանի սանսկրիտով Ես չեմ ստուգել, բայց կարծիք կա, որ Գորանի սանսկրիտերեն նշանակում է հարս։ Հարս։ Չեմ կարող վստահ լինել, բայց շատ հետաքրքիր է, որովհետև հարս բառը ստուգաբանվում է հարց ձևից, հարցանել։ Հարց տամ աղջիկ ունեք պսակվելու, թե չէ, հարսանիքն էլ էլի, աղջիկա կարևորություն, աղջիկ պետք է լինի, որ հարսանիք լինի, հələ փեսան հարցի մյուս կողմն է։ Եվ այս ստուգաբանումով մի շարք լեզուներ մեր հարսը մտել է։ Ես օրինակ բանի լեզուներում գիտեմ, որ կովկասյան լեզուներում խարս են ասում, բայց չգիտեն էլ ինչա։ Ես ուղարկեցի, որ ասեցի մեր բառն է։ Ուղղակի չմտածեն էլի մեզ եմ զորում, բայց իրապես մեր բառն է եկել։ Գորանին շատ հետաքրքիր է։ Բանը Կարինեն Խուդաբաշյան գրում էր, որ գերանոս պարի հետ կապ ունի, կռունկների պարը, էլի որ դա սքո պար է, եւ գերանոս հույները ունեն, շատ մոտ են մեր ձևին պարում, այս զուգահեռներն էր տանում, բայց այդ պետք է նստել լուրջ ուսումնասիրել, համեմատել, որ գալ սեփական կարծիքի կամ ի վերջո հիմնավորել այս մի տեսանկյունը կամ այն մյուսը, էլի, կարծում եմ այդպես։ Ռուրիկներն էլ շատ հին են, շատ հետաքրքիր, շատ հին։ Ռուրիկները բաժանում են երկու տեսակի՝ զուտ, դե ինքը բառը այնպես է, որ ասենք օրոր, ռուրիկ, հայրուր, սրանք բոլորը երեխային քնեցնելու երգեր են, օրորոցայիններ։ Մասնագետները խիստ կարծիք, երկու տարբեր կարծիք ունեն, դիցուք, որ սկզբից օրորը առանձին ժանր չէր դիտարկվում, այլ պարտադիր ոնց որ կանանց աշխատանքային երգերի մեջ կինը պետք է օրորոցայինը տանի բերի, պարտադիր օրվա հոգսերի մի մասն էլ երեխային քնեցնելն է, բայց ինքը մեխանիկական աշխատանք չի, որտեղ կանանց աշխատանքային երգերը շատ մեխանիկական են,
մոտորիկա ունեն, էլի, ինչ անում է կինը ձերքի բարբերական շարժումն է, բուրթաչը փում խմուրա հունձում, ռիթմը, հա, բայց օրորները այդպես չեն կառուցվում։ Կան շատ պարզունակ օրորներ, որ կարող է 1.5 էջ վերցանեք օրորը, ռուրի 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 բալելուրի նույն մեղեդին ա գնում։ Բայց օրորներ կան վիպական շերտերի մեջ նանի բալամ նանի 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 Քեդենն շատ մեծ ձայնածավալով ու այնտեղ իրապես վիպական շերտեր կան, պատմական շերտեր կան եւ մասնագետները իրանց զատում են։ Կա զուտ ֆունկցիոնալ առումով երեխային քնեցնելու եւ կան օրորներ, որոնք բարձր գեղարվեստական արժեք ունեն, ակնաօրորը, որ կարող է կինը ընկնել իր հիշողությունների մեջ եւ գնա այդտեղ այնպիսի շերտեր բացահայտվեն, այնպես որ ինքը մի քիչ բան ժանր է տիպական չէ, էլի հակասող, մի տարբերակը մյուսին հակասող է, բայց էլի շատ հին, շատ կայուն ու շատ գեղեցիկ հարուստ երաժշտական նկարագիր ունի, էլի այս ժանրը։ Ես եմ շնորհակալ։ Նախ շատ շնորհակալություն հրաշալի զեկուցման համար։ Ես եմ շնորհակալ, որ այսքան մարդ է եկել, գործից կտրվել է եկել լսելու։ Շատ շնորհակալ ենք։ Այսպեսի հարց, որքան ինձ հայտնի է, Թամզարա պարանունը կապում են բնակավայրի հետ։ Այո, Թամզարա բնակավայրի, բայց դուք նաև Թամուզի հետ կապեցիք, դա ձեր վարկածն է, թե կա այդպիսի։ Ես ձեզ ասեմ, ուղղակի միայն բնակավայր լինի եւ տասնյակ օրինակներ մենք ունենանք իմ փորձից, իմ համեստ փորձից, շատ ավելի հեղինակավոր մասնագետներ կան, բայց եթե իմ ձեռքի տակը նույն երգից տարբեր տեղեր, դու սկզբից, ասենք ոնց է գնում գիտական գործընթացը, հետաքրքրում ա միտքդ բանա գալիս, ասում ես հələ հավաքեմ, էս ունի, Թամզարայից տասնյակ օրինակներ, հավաքում ես, տեսնում ես նույն բանն է, դա չի կարող ուղղակի մի հատ տարածք լինի, բացառվում է, էլի, շատ պարզունակ բացատրություն է, կարող է սա էլ է սխալ։ Ես չեմ հավակնում։ Ես ուղղակի փաստեր եմ տարբերակն է, դա ինձ հետաքրքրում է, դա ձեր վարկածն է, որ Ես մտածում էի այդ մասին եւ պատահական Արտուրի հետ որ խոսեցինք, ասեց Թամասի, ես էլ եմ այդպես մտածում։ Դա պիտի փորել, գտնել, տեսնել, բայց ձեզ էլ եմ օրինակ տալիս վարկած։ Չի կարող լինել տարածաշրջան եւ ինքը ամբողջ համայն հայության մեջ տարածվի 100 տարի նույն բանը երգեն, նույն ձև բարեն։ Ամենակարևորը, մոռացա ասեմ, sense ընթացքում է գալիս։ Սրբույի Լիսիցյանը գրառել է պարը, այդ Անուշ Աբրահամյանն էլի, մի հատ Անուշ Թոդոլյանն ունի, մի հատ իր կայուն պարասացներն են, զիլ պարողներ են եղել։ Ու ինքան պայման հարցնում ասում է, երբ են պարել։ Ասում է մի քանի տոն կա, ինքը պատահական չեն պարել։ Թամզարան պարում են հարսանիքին, պարում են ղոչ թողին ու պարում են բնության զարթոնքի տոնին։ Այդ ժամանակ են պարում։ Սրբույի Լիսիցյանի երկրորդ հատորում դա գրված է։ Ասում է, բա ինչ է, ասում է, չգիտեմ, մեծերը տենց են պարում, մենք էլ տենց ենք պարում։ Ոտն էլ ասում է, սենց եմ, չէ, սենց են պարում, այսենց են պարում։ Հա։ Եվ ինքը պիտի ունենա ուրիշ բացատրություն, այլապես քիչ հավանա։ Այս տիսականների մասին է խոսքը, իհարկե պատահական ամբաղ երկ կարող է երկվի, մի տարբերակ, երկու տարբերակ լսեն իրար, բայց դա քնարական սիրային երգեր, նույնիսկ դրանց մեջ կոդեր կա, պիտի մանգալ գտնել, էլի, բայց այդտեղ ուղղակի աղաղակող են, էլի, այս տվյալները, որ չտեսնես, ուրեմն կույր ես, էլի, որ չես տեսնում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զարայի մասնագետ։ Ես անընդհատ ձեզ մեջքով էի ներող կլինեք։ Ուղղակի ուզում եմ այնտեղ տեսնել, որ համել ինչ եմ էլի։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն նաև այս տեսասարիկների համար, որ ժամանակ եք դրել։ Իմ հարցը հետևյալն է, որ ասում ենք այբձա, գիմձա, բենձա, գիմձա, դաձա։ Ոչ երաժիշտ մարդկանց հիմա արագ բացատրեք ինչի մասն է խոսքը, ձայները, դրանք նոտաներն են, թե նոտաների։ Մեղեդին եղանակը, որը կառուցվածք ունի, այսինքն լադերի մասին են, ձայն եղանակների մասին են։ Ձայն եղանակները դրանք, ասենք սենց, մաժոր մինոր, չէ՞, ասեմ տարարիրարիրարարամ, տարարիրա, տարարիրարիրա, տարարիրարարամ Տարարիրարարամ ձայն եղանակներն են, կամ մաժոր, բարձրություն ունի, ասենք ինքը կարող է լինել հիմքում մեծ տերցա, նանանամ, նանինանա, նանինանինա, նանինանինանինամ,
տարարամ, այս լինում է իոնական լադ, հա, ասենք թե, բայց եթե հիմքը ստեղ լինի, ինքը կարող է բանը փոխվել ձայնակարգը, կարող է մեր օժանդակ հենակետեր ունենք, էլի, կախված նրանից թե տերցիանա, կվարտանա, թե կվինտանա, որ աստիճաննա, դրանից կախված իր եղանակն է փոխվում, կվարտան գավելի մոտենում է բենկենին, երկրորդ կողմին, եթե կվինտանա նույն էոլական ձայնակարգի մեջ դառնում է բենզա, այս տարբերակներն են զուտ երաժշտի համար, համազած ջան, եթե ձեզ հետ արկելի լիքը գրականություն կգտամ կկարդակ տենց, երաժշտների համար է, որ տարբերեն լադերը, բան լեզվով ասեմ ավելի տարածված լադեր, մենք ասում ենք ձայն եղանակ, լավ։ Կան էլի հարցեր։ Հա, այնտեղ հարց ունենք, բայց չգիտեմ ոնց ներթափանցել։ Գուսանությունը որ շերտերում է գտնվում, աշուղը, այդ բոլորը կապ ունեն այս ամեն ինչի հետ։ Ներեցեք չլսեցի սկիզբը։ Գուսանությունը, հա, շնորհակալություն։ Գուսան, աշուղ, ըստ էության իրար մոտ հասկացություններ են, բայց աշուղականը դե 18-րդ դարի վերջ 19-րդ դար, որպես թափառաշրջիկ երաժիշտներն են։ Աշուղականի հիմնական թեմատիկան սերն է, գուսանականը շատ հին է։ Գուսանական արվեստը, վիպասացները, վիպասաց վարպետները դրանք գուսաններ են, գովքանողներն են, գովասանքեստուգա բամբում նաև, որոնք նախնադարից մեզ հայտնի են Մովսես Խորենացին է հիշատակում, բամբիր գործիքով, դրանք մեր վիպասաց առաջին վարպետներն են, բայց ֆունկցիոնալ առումով դրանք նույն են շրջող երաժիշտներ կամ ոչ շրջող պալատական, ինչու՞ չէ, պալատական երաժիշտները թագավորների իշխանների պալատում գուսաններ են եղել։ իսկ կարելի է ասենց մեկնաբանություն տալ, ասենք բառերը, խոսքը եւ երաժշտությունը հուսել բառի հետ կապված լինի։ Հուսեին։ Հուսել։ Հյուս կանել։ Բառն ու մեղեդին, էլի դրա մասին է խոսքը։ խոսքը։ Հստակ գուսան ենք, հուսան չենք ասում։ Հասկանալի է, իսկ կարող է հիմքում դա է անգած։ Չգիտեմ, ես գովք, գովասանք, պետք է մտածել, չգիտեմ, ճիշտ ասած չգիտեմ։ Երկյուսել, հնարավոր է, ինչ ասեմ։ Որտեվ ըստ մեկնաբանության իմ ենթադրությունն է, որ գուսան շերամ, հա, շերամը, այսինքն Դե այդ շերամը, հա, քաղցր է եղել, շերամ հյուսել է, հա, հասկանում եմ։ հյուսելու, այսինքն դա էլ վաղուց բան է, հենց այդպես չի վերցվել։ Կարող է։ Այսինքն մեղեդին եւ խոսքը, հա, հյուսելու մասին է։ Հնարավոր է, չեմ կարող ասել։ Կապի մասին է։ Կարող է, հետաքրքիր միտք է։ Հա, շնորհակալություն, կմտածեմ։ Եթե էլ հարցեր չկան, կան։ Հարցեր շատ կա, բայց Վայ, ես բացարձակ, ես ժամերով կարող եմ խոսեմ, ես էլ ձեզ եմ խղճում, որ այս տնից տեղից կտրված այս ժամերին ուշ։ Հարգելի բանախոս։ Ինչ կասեիք աշխատանքային երգերի մասին, որտեղ ես դեռ ուսանող ժամանակ նկատեցի, որ այդ աշխատանքային երգերը ամեն մեկի տոնայնություն չասեմ, ռիթմականությունը համապատասխանում է այդ աշխատանքի կատարման ընթացքին։ Միանշանակ, այո։ Ասենք օրորոցի ներողություն, հասկանալի։ մանելու երգը, գզելու երգը։ Այո, շատ ճիշտ է։ Ես հիշում եմ այդ բանի խնոցու երգը։ Մեջ է, գործառույթից դուրս աշխատանքային երգություն, շատ ճիշտ է։ Պապուտանձին, բարևկի տամ, շատ հետաքրքիր, այդպես միշտադարյան բաներ կան։ Շատ ճիշտ է։ Աշխատանքային երգերը դե ասում են երկրագործական, դա տղամարդկանց աշխատանքային երգերն են, ըստ էության հորովելներ, իրանք էլ էլի տարբեր ճյուղավորում ունեն, սայլի երգ կա եւ այլն։ Հորովել սահմանագից էլի չմշակվող հողատարածքն է եղել, ասել են հո առավել, երկու հարևան հողերի միջև։ Ու հորովելը այդպես ձևավորվել է, ընդ որում հիմա բառը հորովել են գրում, բայց իմ խորին համոզմամբ հորովել է պետք գրել կոշտրեյով, որտեվ առավել բառն է, ավելցուկ։ Կոմիտասը ռեյով է գրում։ Հիմա հորովելները լրիվ ուրիշ թեմա է, առանձին, արարչական շատ հնագույն շերտ է, եթե կանանց աշխատանքային երգերի մասին ենք խոսում, այո, այնտեղ պարտադիր մատորիկան է եւ կնոջ աշխատանքի գործառույթը տան հոգսերն են, հաց թխել, բուրդ գզել, խնոցի հարել, սանտ ծեծել, հազար ու մի երգ կա, բայց այդ երգը դրանից դուրս գոյություն չունի։ Եթե հորովելները երաշտական առումով շատ ճոխ են,
լեցուն հսկայական ձայնածավալով, դաշտի դած գոռալով, կանանց աշխատանքի երգը փոքրիկ մատորիկայով են, ասենք ինգեց ունեմ ուլերով, իլիլի, դիլիլի, կատկը մերեմ կճոճով, իլիլի, դիլիլի, ինքը փոքրիկ ֆունկցիոնալ շատ բան, դրանից դուրս ինքը չի կարող կատարել, չի կարող երախուն քնասնի, ասի ինգեց ունեմ ուլերով, կամ արեց թեշին, քսեց փեշին, նարգիզը, քստֆր, այս էլ քստֆրը ոտը պտտում է, այդ բան անիվը պտտվում է, էլի, ֆունկցիոնալ այդ քսոցը ձայները ինքը շատ հեշտ արտաբերում են, որտեղ այդ ֆունկցիան է նկարագրում, դրանից դուրս դրեց, էլ չի թելմանում, նարգիզը թել չի մանում, վերջ չի երգում, կամ սանդի երգերը, հա, այդ ռիթմը հենց միանգամից գոյանում է, շատ հետաքրքիր է, սանդը թվում է, թե երգող կանայք են, սանդ ծեծող կանայք են երգել, բայց այդ լուրջ շնչառություն է պետք, իրանք չեն կարա, սովորաբար մեկը երգում է այդ բանը լցնում է ցորենը կամ ինչն է լցնում, որ թեպից ազատի, ու սանդը գնում է, սանդ կծեծեմ, դղ, այս ռիթմը գոյանում է ու այդ բոլոր աշխատանքային երգերի մեջ շարժիչ է մատորիկան է, ձեռքի պարբերաբար շարժումը, շատ ճիշտ է, այո։ Խնոցին էլ էլի, ցեք նույնատիպ process է, բրթում աղազ ինչքան պետք է բրթի գնա, հաձձում հակարակ, հազար գիմ դու չեղար, պաղջուր թալիմ դու նույն մեղեդին գնում, այսինքն process-ն է այդպիսին, հա, հենց երեխային քնեցնի ուրիշ ձև կերքի, նու եթե ձիրք կա, հաստատ կընկնի հիշողությունների երգը, չէ էլ օրորոցնել կտան վերել է։ Հին շրջանի շումերական պոեզիան, ես կարդացել եմ հին արևելքի պոեզիա գրքից և Արմենի դիպերքերը թարգմանած ասենք լավ։ Այդեղ շատ տողեր կրկնվում են։ Այո։ Դա կրկներքի նման մի բան է, ժամանակ էլ են երգել, չէ։ Այդ կրկնությունը, բա ոնց, այդ երգի կարևոր մասն է։ Նույն տողը 3 անգամ ասում է, օ ինանա դու ինձ տեսար, օ ինանա դու ինձ տեսար, ես քեզ բերեցի, ես քեզ հեղեղն, օ ինանա դու նույն բան, այո, այո։ Եվ այդ ժամանակվա մեղեդիները չեն գրանցվել, չէ՞։ Գիտեք ինչ, շատ լավ հարց է, շնորհակալություն։ Ես մի հոդված վերջերս կարդացի եւ հայ չէր գրում, լավ է, էլի որ հայ չի գրում, չմտածեն, էլի հայրի երաժշտությունը կծում են։ Մտածում են, որ շումերներից երաժշտական մշակույթը չեմ կարող պատկերացում չունենք, էլի համենայն դեպս, բայց հին ժողովուրդներից մոտավորապես ենթադրում են ինչ մեղեդիներով կարող էր դա լինել եւ ասում են, որ ամենամոտը հայերի երգն է մոտ ձայնակարգով երաժշտական առումով, հայերի երաժշտությունը, հայերի ժողովրդական ավանդական երգերը նույնիսկ օրինակներ են բերում։ Ես զարմացա, որ Սարի աղջիկը մեջ եկավ, Սարի գյալին, նո Սարի, չմտածեք Սարի մասին, էլի, դեղին բաներով աղջիկ, այս թուրքերն է կպան այդ երգից, Սարի գյալի, աման դարարարի, ռամդամ դարիրարի, ռամդամ դարարամ, դարամ դիմ դամ դարիրամ, այս երգն է։ Սա իրանք կծում են, որ խուրիթներից հասած եւ մեռնող հարություն առնող մի քանի աստվածներին, այդ թվում նաեւ այս Նինգալին, ամենահնագույն երգերը Նինգալին են երգել։ Դրանից էլի միտքս, որ ասում եմ, կարող է Հինգալան լինի, հիշատակված այդպես է, որ նրան են գովերգե երգով դիմե։ Այդ երաժշտական առումները, կտորները ասում են, որ մերը շատ մոտ է իրենց այդ խուրիթներից հասած, դա կարող եմ ասել նույնիսկ ձայնակարգեր կան դուրս բերած, որտեղ այս վերջին պեղումն, վերջին չէ, վերջին վերծանությունների հետ կապված շատ հետաքրքիր ուսումնասիրություններ կան։ Պետք է այդ ուղղությամբ գնալ, էլի մի քիչ զբաղվել է, պետք է կողքից այնքան գիտաժողովներ, բան, այս թեման թողում ես, անցնում ես սրան, նրան, պիտի խրվես մի բանի մեջ ու այդ շատ հետաքրքիր, ինձ էլ է շատ հետաքրքրում։ Նույնիսկ Կոմիտասյան օրինակներից է բերում այդ ռուսկինը ուսումնասիրողը, որ ասում է, որ в армянской музыке очень близко по ладовому мышлению именно хуритским гимном. Это древние гимны, восхваляющие богинь. Ну, богов и богинь, էլի, հա, այսպիսի բան կա, այո, բայց չգիտեմ շումերները դե ոնց են երգել, կարող է հենց մերպես են երգել, ինչի՞ չէ, կարող է նույն հա, շատ հնարավոր է, այսքան լեզվի մեջ զուգահեռներ կան, արմատներ կան, եւ այլն, ինչու՞ չէ, դիցաբանական է, ամենակայունը երաժշտությունն է։
ու ամենակայունը խեղճ բանը Սրվանցյանը շվարել էր որ Սասնատրեն մենք ինչ ես պատմում այդքան տարի պատմել են տենց գախնել չեն պատմել ոչ մեկ ուշադրություն չի դարձրել որ գրեին հենց գրի առավ սկսվեց երաժշտություն եւ այլն ու բոլորը նույն ձև նույն մեղեդին նույն բանաձևը եթե բերել 19-րդ դար հասցրել են հաստատ պիտի այդպես երկեին էլի եթե մինչև որտեվ ամենավատ առումով փչացնող էս ամենը դարաշրջանը 20-րդն է ամեն ինչ վերացավ իր տեխնիկական զարգացումներով եւ այլն ով պետք է հորովել երկի լրիվ հեղաշրջում է բայց մինչև 19-րդ դար ոնց երկել են գութան այդպես էլ երկել են ոնց է գոնե մենք փառք ու պատիվ մեր բանահավաքներին, մեր երաժիշտներին այնքան նյութ են հավաքել մեզ համար, դեր ուսումնասիր, ամեն ժողովուրդ չունի այսքան բան հավաքած։ Նախ ժողովուրդը պիտի պահեր, որ այդ մարդիկ հավաքեր, ունենար, այո, շատ ճիշտ եք ասում, եւ բերեին հասցնեին մեր օրերը, այնպես որ լիքը անելիք ունենք։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիցդ, որ այսքան համբերատար իմ լավ ընկեր Արտուրից, արդեն իմ լավ ընկեր Նանայից, Նանա ջան, ընկերներ ենք։ Մենք ենք շնորհակալ։ Ես եմ շնորհակալ, իրապես շնորհակալ եմ շատ անչափ, որ ձեզ էլ այսքան հետո որտեղ մի բանով ոգևորվում եմ արդ, հետո որ տեսնում ես մեկ ուրիշին է հետաքրքիրել, շարունակելի կլինի այս թեման։ Հա, սիրով, շնորհակալ եմ անչափ, ես եմ շնորհակալ։